Նա փախչում էր բյուրեղապակյա բաժակներից դատարկ համբույրներից, երբ մտնում էր մի վայր, որտեղից տան մեղքի հոտ էր գալիս։ Կինը ոչ կրունկներ էր հագել, ոչ էլ թանկարժեք օծանելիք, նա միայն գոգնոց էր կրում մերկ աչքեր։ Այդ կինը նրան հաց էր մատուցում, բայց նա ուզում էր նրա մաշկի համը։ Եվ այնտեղ հացի խմբականակների փոխադարձ հայացքների մեջ, ինչ-որ բան, որն ավելի տաք էր, քան ցանկացած վառարան, սկսեց հալվել։ Հուսով ենք, որ կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը, ձերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Մայրամուտի ոսկեգույն ճառագայթները ողողում էին Երանի ֆինանսական կենտրոնի ապակեպատ երկնաքերերը, մինչ Արամ Սարյանը դիտում էր քաղաքը Մաշտոցի պողոտայի իր գրասենյակի բարձունքից։ Համայնապատկերային տեսարանը ընդամենը մեկն էր այն բազմաթիվ արտոնություններից, որոնք կրում էր նրա ազգանունը։ 35 տարեկանում նա Սարյան խմբի ժառանգն էր, Հայաստանի խոշորագույն բիզնես կոնգլոմերատներից մեկի, որի գործունեությունը տարածվում էր շինարարությունից մինչ ֆինանսական շուկա։ Անթերի հագնված, իտալական կարված կոստյումով Արամն անջատեց իր նոթբուքը, մոտեցավ սենյակի անկյունում գտնվող մասնավոր բարին։ Նա իր համար վիսկի լցրեց, դիտելով ներքում խաղալիքի պես երացող մեքենաները։ Էքսամ ամսագիրը նրան երրորդ տարին անընդմեջ անվանել էր երկրի ամենացանկալի ամուրի, բայց այն, ինչ ոչ ոք չէր տեսնում տեսախցիկներից այն կողմ, այն լռությունն էր, որն ամեն գիշեր նրան էր սպասում արաբկիրում գտնվող իր առանձնատանը։ Պարոն Սարյան, մեքենան սպասում է, հայտարարեց նրա քարտուղարը կիսաբաց դռնից։ Շնորհակալություն, Մարիա։ Կարող եք տուն գնալ։ Քարտուղարը վարանեց, կարծես ինչ-որ բան ասել էր ուզում։ Մոռացել եմ ինչ-որ հանդիպումի մասին, հարցրեց Արամը, հոնքերը կնճռելով։ Ոչ, պարոն։ Պարզապես լավ, վաղը ձեր ծննդյան օրն է, թիմը անակնկալ բրինչ է կազմակերպել։ Արամը ստիպողաբար ժպտաց։ Հիմա դա այլս անակնկալ չէ, այնպես չէ։ Կներեք, անհարմարությամբ պատասխանեց նա։ Մի անհանգստացեք։ Ես այնտեղ կլինեմ։ Երբ դուռը փակվեց, Արամը մեկ շնչով խմեց մնացած ըմպելիքը։ Ծննդյան օր։ Եվս մեկ տարի։ Եվս մեկ ընթրիք ինչ-որ աստղային ռեստորանում մարդկանց հետ, ովքեր միայն գիտեին խոսել ներդրումների, զբոսանավերի Մոնակոյի հաջորդ ուղղորության մասին։ Կամ ավելի վատ, մոր հերթական փորձը, նրան ծանոթացնելու ինչ-որ կատարյալ թեկնածուի հետ, ինչ-որ կարևոր արդյունաբերողի կամ քաղաքական գործչի դստեր։ Մասնավոր վերելակ մտնելիս նրա բջջային հեռախոսը թրթռաց Անահիտ Ղազարյանի հաղորդագրությամբ. Սպասում եմ քեզ Մարիոթում։ Անակնկալ ունեմ քեզ համար։ Անահիտը երկրի խոշորագույն բանկիրներից մեկի դուստրն էր, նրա ընտանիքի աչքերում իդեալական զույգը։ Նրանք մի քանի անգամ հանդիպել էին վերջին ամիսներին, բայց Արամի համար դա պարզապես մեկ այլ մակերեսային հարաբերություն էր, հիմնված փոխադարձ շահերի վրա։ Նա պատասխանեց, որ պատրվակով հեռախոսը դրեց գրպանը։ Վարորդին տուն տանելու փոխարեն, Արամը իմպուլսիվ որոշում կայացրեց։ Այսօր ես եմ վարում, Հարութ, ասաց նա, վերցնելով Փորսչիի բանալիները զարմացած վարորդի ձեռքից։ Այս գիշեր ազատ ես։ Դա այն գիշերներից էր, երբ միայնությունն ավելի շատ էր ծանրացնում, քան սովորաբար։ Արամն անպատակ վարում էր Երանի փողոցներով, աստիճանաբար հեռանալով շքեղ թաղամասերից։ Նա ուզում էր հեռու մնալ իր ճանաչած աշխարհից, գոնե մի քանի ժամով։ Ի վերջո, նա մտավ Կասկադի շրջակայքի անծանոթ փողոցներ, որտեղ բոհեմական հմայքը հակադրվում էր հարավային շրջանի շքեղությանը։ Նա կայանեց մեքենան, որոշեց քայլել։ Փողոցները լի էին կյանքով։ Ուսանողներ, արվեստագետներ, աշխատողներ, որոնք տուն էին վերադառնում։ Իրական մարդիկ, ոչ թե սոցիալական թատերական ներկայացման կերպարներ, որոնք նա զգում էր, որ ամեն օր ներկայացնում է։ Նա անցավ պարզ բարերի, ընտանեկան ռեստորանների, փոքր արվեստի պատկերասրահների կողքով։ Դա նման էր օտար երկիր այցելելուն, առանց սեփական քաղաքից դուրս գալու։ Հենց այդ ժամանակ թարմ հացի բույրը նրան գրավեց անկյունում գտնվող փոքրիկ հացի փուր սրճարանը։ Խոնարհ ցուցանակը հայտարարում էր. Նինայի համերը, հացի փուր սրճարան։ Ապակե ցուցափեղկի միջով նա տեսավ կոպիտ փայտե սեղաններ, որոնք զբաղեցված էին հաճախորդներով, ովքեր աշխույժ զրուցում էին։ Տեղը թվաց հարմարավետ, իսկական։ Արամը ներս մտավ։ Դրան զանգը հայտարարեց նրա ժամանումը, բայց ոչ ոք կարծես թե չնկատեց այն մարդուն, ում դեմքը պարբերաբար զարդարում էր բիզնես ամսագրերի շապիկները։
Նա տարօրինակ կերպով թեթացած զգաց դրանից։ Կարող եմ օգնել։ Մեղմ ձայնը նրան դուրս բերեց մտքերից։ Եվ հենց այնտեղ արհեստական հացերի զամբյուղների թարմ աղացած սուրճի բույրի մեջ նա առաջին անգամ տեսավ նրան։ Նինա Ձիթենյանը։ Չկար ոչ մի բարդ դիմահարդարում կամ թանկարժեք զարդեր, միայն անկեղծ ժպիտ արտահայտիչ շագանակագույն աչքեր, շրջանակված անփութորեն հավաքված զգանգուրներով։ Նա կրում էր պարզ գոգնոց սպիտակ բլուզի ջինսե տաբատի վրայից։ «Մեկ սուրճ, խնդրում եմ», պատասխանեց նա, ընտրելով անկյունի սեղանը։ «Եվ ցանկացած հաց, որը կառաջարկեք»։ Բնական խմորմամբ հացը հենց նոր է դուրս եկել ջեռոցից, առաջարկեց նա։ Դա տան մասնագիտությունն է։ Արամը գլխով արեց, դիտելով նրան, մինչ նա հեռանում էր։ Նրա մեջ ինչ-որ բան կար, որն անմիջապես գրավեց նրա ուշադրությունը։ Բնականություն, հանգիստ ներկայություն, որը հակադրվում էր այն ամենին, ինչ նա գիտեր։ «Ահա», ասաց Նինան, վերադառնալով սկուտեղով։ Թարմ ֆիլտրացված սուրճ հայկական լեռնային կարագով հաց։ «Հուսով եմ, որ կհավանեք»։ Երբ Արամը համտեսեց հացը, նա ակամա փակեց աչքերը։ Դա արտասովոր էր, պարզ, բայց խորը բարդ համով, որը ոչ մի աստղային ռեստորան, որտեղ նա հաճախում էր, չէր կարողացել կրկնօրինակել։ «Անհավանական է», ասաց նա, անկեղծորեն զարմացած։ Նինան ժպտաց, այդ ժպիտը կարծես լուսավորեց նրա ամբողջ դեմքը։ «Իմ տատիկի բաղադրատոմսը։ Գաղտնիքը համբերությունն է։ Բնական խմորումը ժամանակ է պահանջում»։ Մի տարեց տղամարդ, Նինայի նման հատկանիշներով, նրան կանչեց խոհանոցից։ Նա ներողություն խնդրեց, հեռացավ։ Արամը գրեթե 2 ժամ մնաց այդ սրճարանում։ Պատվիրեց ավելի շատ սուրճ, համտեսեց եգիպտացորենի ալյուրից տորտ, զուսպ դիտում էր Նինայի փոխազդեցությունը հաճախորդների հետ։ Շատերը կարծես մշտական էին, նրանց անուններով էին դիմում։ Նա տեսավ, թե ինչպես էր Նինան աշխատում իր հոր մի տարեց կնոջ կողքին, ով պետք է լիներ իր մայրը։ Այդ ընտանեկան դինամիկայի, այդ պարզության մեջ ինչ-որ խորապես գրավիչ բան կար։ Երբ վերջապես հաշիվը խնդրեց, արդեն երեկո էր։ Նինան բերեց փոքրիկ սկուտեղը, ձեռքով գրված գումարով պարզ տետրի վրա։ «Առաջին անգամ եք թաղամասում», պատահաբար հարցրեց նա։ «Այդքան ակնհայտ է»։ Նա ծիծաղեց։ «Մի քիչ։ Բայց բոլորը ողջունելի են այստեղ»։ Արամը առատաձեռն թեյավճար թողեց վեր կացավ։ «Սուրճն ու հացն իսկապես առանձնահատուկ են։ Վերադարձեք, երբ ցանկանաք», պատասխանեց Նինան այն բնականությամբ, որը կարծես նրա մի մասն էր։ Դուրս գալիս Արամը նկատեց մի փոքրիկ համայնքային հայտարարությունների տախտակ։ Կիթառի դասերի բնակարանների որոնման հայտարարությունների մեջ կար մի պաստառ շաբաթվա վերջին թաղամասում կայանալիք գաստրոնոմիական տոնավաճառի մասին։ Մեքենա վերադառնալիս նա իրեն տարբեր էր զգում։ Ավելի թեթ, հնարավոր է։ Կարծես մաքուր օդի գրպան գտներ այն խեղդող մթնոլորտի մեջ, որն իր կյանքն էր։ Նա վերադարձավ Արաբկիրի առանձնատուն, մտածելով այդ արտահայտիչ աչքերի այդ պարզ հացի համի մասին, որն ինչ-որ անբացատրելի պատճառով պարունակում էր մի բան, որը նա վաղուց էր փնտրում։ Հաջորդ օրը, իր թիմի կողմից կազմակերպված բրինչից շնորհավորական զանգերի անվերջ շարքից հետո, Արամը պատրվակ հորինեց չեղարկելու ընթրիքը, որը կազմակերպել էր մայրը։ Արտակարգ հանդիպում օտարերկրյա ներդրողների հետ, ստեց նա։ Փոխարենը, նա վերցրեց իր ավելի քիչ աչքի ընկնող մեքենան, զուսպ Վալվան, կրկին գնաց դեպի Կասկադի շրջակայք։ Այս անգամ, Նինայի համերը մտնելիս, նրան դիմավորեցին ճանաչողական ժպիտով։ «Խմորման հացի մարդը», ասաց Նինան, ձեռքերը գոգնոցով չորացնելով։ «Բարի վերադարձ»։ Արամը ժպտաց։ Չկարողացա դադարել մտածել սուրճի մասին։ Դա ամբողջովին ճիշտ չէր։ Դա սուրճը չէր, որ զբաղեցրել էր նրա մտքերը։ Այդ գիշեր Արամը իրեն չներկայացրեց որպես Սարյան խմբի ժառանգ։ Նա պարզապես ասաց, որ իր անունը Արամ է, աշխատում է բիզնեսում։ Դա ամբողջովին սուտ չէր, բայց հեռու էր լիարժեք ճշմարտությունից։ Առաջին անգամ տարիների ընթացքում նա ուզում էր, որ իրեն ճանաչեն որպես անձնավորություն, ոչ թե այն կայսրությունով, որը նա ներկայացնում էր։ Նինան պատմեց, որ հացի փուռը ընտանեկան բիզնես է։ Նրա հայրը, Անտոնը, պորտուգալացի հացթուխների որդի էր։ Նրա մայրը, Զարուհին, հոգ էր տանում քաղցրավենիքի բաղադրատոմսերի մասին։
Հաստատության անունը Նինայի տատիկի պատվին էր, ընտանիքի առաջին Նինան, ով բաղադրատոմսերը Պորտուգալիայից էր բերել։ Եվ դուք միշտ ուզել եք այստեղ աշխատել, հարցրեց Արամը, անկեղծորեն հետաքրքրված։ Նինան վարանեց։ Իրականում, ես գաստրոնոմիայի մասնագետ եմ։ Համալսարանում սովորել եմ այստեղ աշխատելով։ Մի քանի հնարավորություններ ունեցա մեծ ռեստորաններում, բայց… Նա շուրջը նայեց դեպի զրուցող հաճախորդները, դեպի իր հայրը, ով անվերջ համբերությամբ սպասարկում էր մի տարեց կնոջ, սա ավելին է, քան պարզապես բիզնես։ Սա մեր պատմությունն է, մեր ինքնությունը։ Արամը հասկացավ այն, ինչ նա չասաց բառերով։ Դա տուն էր։ Մի բան, որը նրա 2000 քառակուսի մետր մակերեսով առանձնատունը երբեք չէր եղել։ Ես տեսա գաստրոնոմիական տոնավաճառի պաստառը, մեկնաբանեց նա, թեման փոխելով։ Դուք մասնակցելու եք։ Նինայի դեմքը լուսավորվեց։ Այո։ Դա առաջին անգամն է։ Մենք հատուկ բան ենք պատրաստում, հայկական բաղադրիչներով հացեր, մանիոկա, կոկոս, ընկույզներ։ Համեղ է թվում։ Դա լինելու է շաբաթ-կիրակի, օպերայի հրապարակում։ Եթե ուզում եք գալ… Նա առաջարկեց մի փոքր ամաչկոտությամբ, որը Արամը զարմանալիորեն հմայիչ համարեց։ Ես կցանկանայի։ Երբ Արամն այդ գիշեր դուրս եկավ, նա զգաց մի բան, որը չէր զգացել պատանեկությունից ի վեր։ Ինչ-որ մեկին նորից տեսնելու անհանգիստ սպասում։ Դա տարօրինակ կերպով թարմացնող զգացում էր։ Նա դեռ չգիտեր, բայց հենց նոր էր առաջին քայլն արել մի ճանապարհորդության մեջ, որը կփոխեր իր կյանքը այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Այնտեղ, Կասկադի շրջակայքի այդ պարզ հացի փռում, ինչ-որ բան էր սկսում ծնվել, շատ ավելի արժեքավոր, քան Սարյան խմբի բոլոր ակտիվները միասին վերցրած։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Շաբաթ օրը օպերայի հրապարակը փոխակերպվել էր։ Գունագեղ տաղավարները զբաղեցնում էին տարածքը, տարբեր բույրերով պայքարելով այցելուների ուշադրության համար։ Գաստրոնոմիական տոնավաճառը գրավել էր փոքր արտադրողների ընտանեկան բիզնեսներ ամբողջ Երանից։ Արամը վաղ էր եկել, հագած ջինսեր, պարզ շապիկ, հեռու այն դիզայներական հագուստներից, որոնք սովորաբար կրում էր։ Նա իրեն գրեթե անճանաչելի էր զգում, հենց այդ զգացողությունն էր փնտրում։ Նա հեշտությամբ գտավ Նինայի համերը տաղավարը։ Այն համեստ էր շրջակա որոշ ավելի բարդ տաղավարների համեմատ, բայց դրանում կար ինչ-որ իսկական բան, որը գրավում էր մարդկանց։ Նինան զբաղված էր հաճախորդներին սպասարկելով, մազերը գունավոր գլխաշորով կապած, դեմքը կարմրած տաքությունից եռուզեռից։ Անտոնն էր առաջինը նկատել Արամին։ Տեսեք, ով է եկել։ Խմորման հացի տղան, բացականչեց նա անկեղծ հյուրընկալությամբ։ Նինա, քո ընկերն այստեղ է։ Նինան շրջվեց, տեսնելով Արամին, ժպտաց, ինչը անբացատրելի կերպով արագացրեց նրա սրտի զարկերը։ Դու իսկապես եկել ես, ասաց նա, մոտենալով։ Խոստումը պարտք է, պատասխանեց նա, ժպիտը վերադարձնելով։ Եվ ինչպես է անցնում։ Հրաշալի է։ Մենք արդեն վաճառել ենք գրեթե ամեն ինչ, ինչ բերել էինք առավոտվա համար։ Հայրս հացի փռում ավելի շատ խմբականակներ է թխում, զարմիկս գնացել է բերելու։ Արամը նայեց տաղավարի շուրջը։ Կարող եմ ինչ-որ բանով օգնել։ Նինան զարմացած աչքերով ուսումնասիրեց նրան։ Դուք ուզում եք օգնել։ Ինչու։ Ոչ։ Հետաքրքիր է թվում։ Նա ծիծաղեց։ Երբեք տոնավաճառում չեք աշխատել, այնպես չէ։ Այդքան ակնհայտ է։ Ձեր ձեռքերը, մատնացույց արեց նա։ Կոշտուկներ չունեն։ Բայց լավ է, միշտ էլ առաջին անգամ կա։ Եվ այսպես, առանց պլանավորելու, Արամ Սարյանն միլիարդավոր դոլարների կորպորատիվ կայսրության ժառանգը, կեսօրն անցկացրեց արհեստական հացեր փաթեթավորելով հաճախորդներին սպասարկելով փոքրիկ տոնավաճառի տաղավարում։ Իր իսկ զարմանքին, այդ ժամերն ավելի բավարարի չէին, քան բազմաթիվ խորհրդի նիստերը, որոնց նա նախագահել էր։ Նա աճող հիացմունքով դիտում էր Նինային։ Այն, թե ինչպես էր նա ճանաչում շատ հաճախորդների անուններով, ինչպես էր կրկոտ բացատրում յուրաքանչյուր ապրանքի բաղադրիչներն ու գործընթացը, ինչպես էր անխոնջ աշխատում, բայց միշտ ժպիտով։ Նրա մեջ կար ինչ-որ այնքան իսկական բան, որը նրան հիացնում էր։ Երբ երեկոյան շարժումը նվազեց, Նինան բերեց 2 բաժակ սուրճ մի փոքրիկ զամբյուղ, մնացած հացերով։
Օգնության համար շնորհակալություն հայտնելու համար, ասաց նա նստելով նրա կողքին տաղավարի հետում գտնվող փոքրիկ ինքնաշեն նստարանին։ Դուք լավ հանդես եկաք առաջին անգամվա համար։ Ես լավ ուսուցիչ ունեի։ Նրանք մի պահ լռեցին, դիտելով տոնավաճառի շարժումը, անցնող մարդկանց բազմազանությունը։ Գիտեք, մտածկոտ սկսեց Նինան, ես սիրում եմ այս տոնավաճառները, որովհետև այստեղ բոլորը հավասար են։ Կարևոր չէ, թե որտեղից ես եկել կամ որքան գումար ունես բանկում։ Դա պարզապես լավ սննդի իրական մարդկանց մասին է։ Արամը անհանգստություն զգաց։ Նա լիովին իրական չէր նրա հետ։ Բայց ինչպես բացատրել, թե ով էր նա իրականում, առանց ամբողջությամբ փոխելու այն, թե ինչպես էր նա իրեն ընկալում։ Ինչ եք սիրում անել, երբ չեք աշխատում բիզնեսում, հետաքրքրությամբ հարցրեց նա։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Ինչ էր նա իրականում սիրում անել։ Նրա ժամերը լցված էին հանդիպումներով, ժողովներով, ռազմավարական սոցիալական միջոցառումներով։ Ծրագրված ժամանց, զվարճանքի քողի տակ քողարկված ցանցային աշխատանք։ Ես սիրում եմ քայլել քաղաքում։ Նոր վայրեր բացահայտել։ Դա ամենաանկեղծ պատասխանն էր, որը նա կարողացավ ձակերպել այդ պահին։ Նինան ժպտաց։ Դա բացատրում է, թե ինչպես գտաք մեր հացի փուռը։ Մենք մի փոքր դուրս ենք զբոսաշրջային ուղիներից։ Իսկ դուք ինչ եք անում, երբ հրաշալի հացեր չեք պատրաստում։ Ես սիրում եմ լուսանկարչություն, նրա աչքերը փայլեցին։ Հատկապես սննդի մարդկանց։ Եվ սիրում եմ լողալ հանրային լողավազանում, երբ ժամանակ եմ գտնում։ Ահ, ես կախվածություն ունեմ հին հայկական ֆիլմերից։ Յուրաքանչյուր մանրամասն, որ նա կիսում էր, կարծես մի փոքր պատուհան լիներ դեպի մի իսկական աշխարհ, որը Արամը պարզապես հեռվից էր դիտում։ Մի աշխարհ, որտեղ մարդիկ ունեին իրական հոբբիներ, ոչ թե պարզապես գործողություններ, սոցիալական ցանցերում ցուցադրելու կամ բիզնես կապերն ամրապնդելու համար։ Երբ տոնավաճառն ավարտվեց, նրանք սկսեցին ապամոնտաժել տաղավարը, Արամն օգնեց տուփերը բարձել մոտակայքում կայանված փոքրիկ ֆուրգոնը։ Անտոնը պնդեց, որ նա ընտրի ընտանիքի հետ, Արամը, իր իսկ զարմանքին, առանց վարանելու ընդունեց։ Ընթրիքը տեղի ունեցավ հացի փռի վերում գտնվող փոքրիկ բնակարանում։ Դա համեստ տարածք էր, բայց անթերի մաքուր հարմարավետ։ Ընտանեկան լուսանկարները ծածկում էին մի ամբողջ պատ, Ձիթենյանների սերունդները, որոնք արտացոլված էին առօրյա երջանկության պահերին։ Հակադրությունը Արամի սառը անձնական առանձնատան հետ չէր կարող ավելի մեծ լինել։ Զարուհին սիրով պատրաստած ֆեյժուադա մատուցեց, բացատրելով, որ դա շաբաթ օրվա ընտանեկան ավանդույթ է։ Զրույցը բնականon հոսում էր, առանց ձականությունների։ Նրանք խոսեցին թաղամասի, հացի փռի պատմությունների, տարօրինակ հաճախորդների մասին։ Արամն իրեն տարօրինակ կերպով հարմարավետ զգաց, կարծես առաջին անգամ էր զգում տուն բառի իրական իմաստը։ Գիշերվա վերջում, երբ նա հրաժեշտ էր տալիս, Նինան նրան ուղեկցեց մինչ դուռը։ Շնորհակալություն այսօրվա օգնության համար, ասաց նա։ Դա անսպասելի էր։ Ես եմ շնորհակալ։ Դա լավագույն օրերից մեկն էր, որ ես ունեցել եմ վաղուց։ Մի պահ լռություն տիրեց, լի չասված իմաստներով։ Արամը ցանկանում էր երկարացնել այդ պահը, բայց գիտեր, որ պետք է գնա։ Վաղը տոնավաճառի երկրորդ օրն է, մեկնաբանեց Նինան։ Եթե ուրիշ անելիք չունեք։ Չունեմ, արագ պատասխանեց նա, հնարավոր է, չափազանց արագ։ Ես այնտեղ կլինեմ։ Մինչ նա վերադառնում էր Արաբգիրի իր առանձնատունը, Արամը հասկացավ, որ ժպտում է։ Ոչ թե կորպորատիվ լուսանկարների փորձած ժպիտը, այլ ինչ-որ իսկական բան ծնված ներսից։ Մինույն ժամանակ մի անհանգիստ զգացողություն էր աճում։ Նինայի հետ յուրաքանչյուր պահ կառուցված էր բացթողման վրա։ Նա չէր ճանաչում Արամ Սարյանին, ժառանգին։ Նա ճանաչում էր պարզապես Արամին, մի սովորական մարդու, ով սիրում էր նոր վայրեր բացահայտել քաղաքում։ Որքան ժամանակ կարող էր նա պահպանել այս երկակի ինքնությունը։ Եվ ավելի կարևոր, ինչ կպատահեր, երբ ճշմարտությունը բացահայտվեր։ Հաջորդ առավոտյան Արամը չեղարկեց օտարերկրյա ներդրողների հետ բրինչը, մի բան, որը նա երբեք չէր անի նախկինում, վերադարձավ օպերայի հրապարակ։ Նա ամբողջ օրն անցկացրեց տաղավարում օգնելով ավելի ու ավելի հիացած այդ ընտանիքի պարզությամբ, իսկականությամբ։ Հաջորդ օրերին նա սահմանեց մի ռեժիմ։ Օրերը լցված էին հանդիպումներով, ֆինանսական հաշվետվություններով, կորպորատիվ որոշումներով։
Գիշերները անցկացնում էր Կասկադի շրջակայքի հացի փռում, որտեղ աստիճանաբար դարձավ ծանոթ ներկայություն։ Ձիթենյանների ընտանիքի մշտական հաճախորդների համար նա պարզապես Արամն էր, Նինայի ընկերը, ով գրեթե ամեն գիշեր սուրճի էր գալիս։ Իր կորպորատիվ աշխարհում սկսեցին նկատել փոփոխություններ։ Արամն ավելի հանգիստ էր թվում հանդիպումներում, ավելի քիչ անհամբեր, ավելի պատրաստակամ լսելու։ Նրա քարտուղարը զարմացավ, երբ նա հարցրեց իր երեխաների մասին մի բան, որը նա երբեք չէր արել նախկինում։ Նրա ֆինանսական տնօրենը մեկնաբանեց, որ նա տարբեր էր թվում, ավելի մարդկային։ Միակը, ով այդ փոփոխությունները լավ աչքով չէր տեսնում, Անահիտ Ղազարյանն էր։ Շաբաթներ շարունակ անտեսվելուց հետո նա առանց նախազգուշացման հայտնվեց Արամի գրասենյակում։ «Ես անհանգստացած էի», ասաց նա, նստելով առանց հրավերի։ «Դուք անհետացել եք»։ «Ես զբաղված էի, Անահիտ»։ «Կարոր նախագծեր»։ Նա նրան ուսումնասիրեց հաշվարկող աչքերով։ «Նախագծեր։ Կամ ինչ-որ նոր շեղում։ Դուք չեք մասնակցել միջոցառումներին»։ Մարիամ Գալստյանի ծննդյան օրը, Ալեքսանյանների բարեգործական աճուրդը։ «Մարդիկ խոսում են»։ «Թող խոսեն», պատասխանեց Արամը, առանց մտահոգվելու։ Անահիտի հայացքը խստացավ։ «Մենք բավական երկար ժամանակ ընկերներ ենք, որպեսզի ես անկեղծ լինեմ։ Ձեր պահվածքը տարօրինակ է։ Ձեր հայրը զանգահարել էր ինձ, անհանգստացած։ Իմ հայրը պետք է անհանգստանա իր կյանքի մասին, ոչ թե իմ։ Նա ճիշտ է անհանգստանալու համար։ Սարյան ազգանունը պատասխանատվություն է կրում, դուք կարծես մոռանում եք դա»։ Արամը աճող զայրույթ զգաց։ «Շնորհակալություն անհանգստության համար, բայց ես կատարյալ եմ»։ «Դա կին է, այնպես չէ»։ Անահիտը ուղղակիորեն հարցրեց։ «Ո՞վ է նա։ Քաղաքի նոր սոցիալիտ։ Միջազգային մոդել։ Կամ…» Նրա հայացքը դարձավ չարամիտ, ինչ-որ օպորտունիստ, ով գտել է ճանապարհ դեպի ձեր անկողինը, որ ավելի կարևոր է, ձեր բանկային հաշիվը։ «Բավական է, Անահիտ»։ Արամի ձայնն ավելի կոպիտ դուրս եկավ, քան մտադրվել էր։ «Իմ անձնական կյանքը ձեր գործը չէ»։ Նա վեր կացավ, կարգի բերելով իր թանկարժեք զգեստը։ «Մի օր դուք կհասկանաք, թե ովքեր են ձեր իրական ընկերները, Արամ։ Մարդիկ, ովքեր մտածում են ձեր անվան, ձեր դիրքի մասին։ Մնացածը պարզապես ուզում է այն, ինչ դուք կարող եք առաջարկել»։ Երբ նա դուրս եկավ, Արամը մնաց դռանը նայելով, խռովված։ Անահիտի խոսքերը դիպել էին զգայուն կետին։ Նինան ընդունում էր իրեն, քանի որ չգիտեր, թե ով էր նա իրականում։ Եթե իմանար, միթե նա նույն կերպ կվերաբերվեր իրեն։ Կամ նրան կտեսներ պարզապես որպես Արամ Սարյանի այն անունը, որը գրված էր շենքերի վերնագրերի վրա։ Այդ գիշեր նա սովորականից ավելի ուշ եկավ հացի փուռ։ Նինան փակում էր դրամարկղը, նրա դեմքը լուսավորվեց, տեսնելով նրան։ «Կարծում էի, որ այսօր չէիք գա», մեկնաբանեց նա։ «Ես…» Նա վարանեց, մի փոքր կարմրելով, կարոտել էի։ Բառը մնաց նրանց միջ, լի իմաստով։ Արամը զգաց, որ սիրտը արագանում է։ Այն պարզությունը, որով նա արտահայտում էր իր զգացմունքները, նրան լիովին զինաթափում էր։ «Ես էլ էի», խոստովանեց նա։ «Դժվար օր էր աշխատանքում։ Ուզում եք խոսել դրա մասին»։ «Իրականում, ես նախընտրում եմ մոռանալ»։ Նա ժպտաց։ «Այսօր պլաններ ունեք»։ Նինան նայեց ժամացույցին։ «Հացի փուռն արդեն փակվում է։ Մտածում էի տանը ֆիլմ դիտել, բայց… Կարող եմ այլընտրանք առաջարկել։ Մոտակայքում մի հին կինոթատրոն կա, որը ցուցադրում է նոր հայկական կինոյի ռետրոսպեկտիվա։ Կարծում եմ, դուք նշել էիք, որ սիրում եք հին հայկական ֆիլմեր»։ Նրա աչքերը լայն բացվեցին։ «Մոսկվա կինոթատրոնը։ Այո։ Ես ուզում էի գնալ, բայց հետաձգեցի»։ «Գնանք, ուրեմն։ Հետո կարող ենք ինչ-որ բան ուտել»։ Դա առաջին գիշերն էր, երբ նրանք իսկապես միայնակ էին, առանց ընտանիքի կամ հաճախորդների շուրջը։ Կողք կողքի նստած գրեթե դատարկ կինոթատրոնում, Արամն ավելի շատ գիտակցում էր նրա ներկայությունը, քան էկրանի ֆիլմը։ Պարզ օծանելիքը, ինքնաբուխ ծիծաղը, այն, թե ինչպես էր նա անկեղծ էնտուզիազմով մեկնաբանում տեսարանները։ Հետո նրանք ընթրեցին մի փոքրիկ իտալական ճաշարանում, որը թաքնված էր կողքի փողոցում։
Նինան պատմեց իր երազանքների մասին, ընդլայնել հացի փուռը, ներառելով արհեստական հացի թխման դասընթացներ, օգնել թաղամասի երիտասարդներին սովորել արհեստը, պահպանել ավանդական բաղադրատոմսերը, որոնք մոռացվում էին։ Իսկ դուք, հարցրեց նա, որոնք են ձեր երազանքները։ Հարցը նրան անպատրաստ բռնեց։ Երազանքներ։ Նա ուներ կորպորատիվ նպատակներ, ֆինանսական նպատակներ, բայց երազանքներ։ Կարծում եմ նպատակ գտնել, վերջապես պատասխանեց նա։ Անել մի բան, որն իսկապես կարևոր է։ Նա նրան ուսումնասիրեց այդ աչքերով, որոնք կարծես տեսնում էին արտաքին տեսքից այն կողմ։ Դուք այնքան էլ գոհ չեք թվում ձեր աշխատանքից։ Բարդ է։ Ընտանեկան սպասումներ, պատասխանատվություններ։ Նա դադարեց, վախենալով շատ բան բացահայտելուց։ Ես հասկանում եմ դա։ Իմ ընտանիքը սպասում է, որ մի օր ես ստանձնեմ հացի փուռը։ Ես սիրում եմ այդ վայրը, բայց երբեմն մտածում եմ, թե ինչ կլիներ, եթե ես գնայի իմ սեփական ճանապարհով։ Եվ որը կլիներ դա։ Միգուցե ավելի փոքր, ավելի փորձարարական հացի փուռ։ Կամ ինչ-որ կերպ միավորել գաստրոնոմիան լուսանկարչությունը։ Նա ժպտաց, մի փոքր ամաչելով։ Հիմար երազանքներ։ Հիմար չեն, պատասխանեց Արամը, բնազդաբար դիպչելով նրա ձեռքին։ Դրանք իսկական են։ Նրանց ձեռքերի շփումը էլեկտրական հոսանք ուղարկեց Արամի մարմնով։ Նինան ձեռքը չհանեց։ Փոխարենը, նա իր մատները միահյուսեց նրա մատներին, կարծես դա աշխարհի ամենաբնական ժեստն էր։ Ռեստորանից դուրս գալիս, Կասկադի շրջակայքի հին լապտերների մեղմ լույսի տակ, տեղի ունեցավ այն, ինչ նրանք երկուսն էլ կարծես սպասում էին իրենց ծանոթությունից ի վեր։ Համբույրը մեղմ էր, սկզբում ամաչկոտ, հետո ավելի խորը։ Արամի համար դա կարծես իր ներսում ինչ-որ բան վերջապես գտներ իր տեղը։ Սա էր։ Նինան շշնջաց, երբ նրանք բաժանվեցին։ Կատարյալ, ավելացրեց նա։ Այդ գիշեր, նրան տուն թողնելիս, Արամը գիտեր, որ անդառնալի կետ է հատել։ Այն, ինչ սկսվել էր որպես իր կյանքից ժամանակավոր փախուստ, վերածվել էր շատ ավելի խորը բանի։ Մինչ նա տուն էր վարում, չնկատեց մուգ մեքենան, որը գաղտնի հետում էր նրան ռեստորանից։ Ուղորի նստատեղին Անահիտ Ղազարյանը սառը աչքերով դիտում էր, հեռախոսը ձեռքին գրանցելով մեքենայի համարանիշը հացի փռի հասցեն։ Այսպես է, մրմնջաց նա իր մասնավոր քննիչին։ Հաց թուղ։ Ով կմտածեր, Արամ Սարյան։ Նրա կատարյալ մատնահարդարված մատները արագ մուտքագրեցին հեռախոսի մեջ։ Գտա։ Պատրաստվեք մեծ պատմությանը։ Մեքենայի մթնշաղում նրա ժպիտը ընկերության ոչ մի հետք չէր պարունակում, միայն մանրակրկիտ վրեժ պլանավորողի սառը բավարարվածությունը։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Հաջորդ շաբաթներին Արամի Նինայի հարաբերությունները ծաղկեցին, ինչպես նրա ստեղծած հացերը, դանդաղ, բնականon կերպով, ամեն օր ավելացնելով բարդություն։ Նա դարձավ հացի փռում մշտական ներկայություն, սովորելով խմոր հունցել խմորումները տարբերել։ Նինան բացահայտեց նրա ջազի հանդեպ սերը պատմություններ պատմելու նրա զարմանալի կարողությունը։ Միասին նրանք ուսումնասիրեցին Երանի մոռացված անկյունները, պատմական սրճարաններ, թաղային շուկաներ, այլընտրանքային պատկերասրահների ցուցահանդեսներ։ Արամի համար Նինայի հետ յուրաքանչյուր պահ բացահայտում էր։ Կյանքը կարող էր պարզ լինել, առանց մակերեսային լինելու, անբարդ, առանց դատարկ լինելու։ Առաջին անգամ նա իրեն իսկապես կապված էր զգում մեկի հետ, ով չէր մտածում իր ազգանվան կամ բանկային հաշվի մասին։ Բայց այս երջանկությունը ուղեկցվում էր ավելի ու ավելի մեծացող ստվերով, բացթողումով աճող ստի հետ։ Ամեն օր ավելի ու ավելի դժվար էր դառնում երկու աշխարհները առանձին պահելը։ Կորպորատիվ աշխարհում նրա օգնականը հարցաքննում էր կրճատված ժամերը։ Նինայի հետ կյանքում կարևոր հանդիպումների մասին պատրվակները սկսում էին չափազանց անորոշ հնչել։ Նրա բացակայությունը երանյան բարձր հասարակության միջոցառումներում աննկատ չէր մնում, մոր մեկնաբանությունները պարտադիր կիրակնօրյա ճաշերի ժամանակ ավելի կտրուկ էին դառնում։ Դուք այլ կերպ եք թվում, նկատեց Հեղինե Սարյանը ընտանեկան առանձնատանը կայացած այդ ճաշերից մեկի ժամանակ։ Ավելի շեղված։ Արամը պարզապես ժպտաց, մեթոդաբար կտրելով ֆրանսիական ճենապակուց մատուցված ֆիլե մինյոնը։ Ես կենտրոնացած եմ նոր նախագծերի վրա։ Նախագծեր։ Պատրիարք Էդուարդ Սարյանը աչքերը բարձրացրեց այն փաստաթղթերից, որոնք նա վերանայում էր նույնիսկ ուտելու ժամանակ։
Ինչ նախագծեր են դրանք, որոնք չեն անցել խորհրդի միջոցով։ Անձնական նախագծեր, հայրիկ։ Հեղինեն հայացքներ փոխանակեց ամուսնու հետ։ Անահիտը զանգահարել էր ինձ անցյալ շաբաթ։ Նա անհանգստացած էր ձեր մասին։ Արամը զայրույթ զգաց։ Անահիտը պետք է զբաղվի իր կյանքով։ Նա մտածում է ձեր մասին, պնդեց մայրը։ Եվ մենք էլ։ Դուք չեղարկել եք 3 կարոր միջոցառում այս ամիս։ Նահանգապետը հարցրել է ձեր մասին բարեգործական ընթրիքի ժամանակ։ Ես չգիտեի, որ իմ օրակարգը կառավարելու համար նահանգապետի թույլտվությունն է պետք։ Էդուարդը բռունցքով խփեց սեղանին, սպասքը զրնգացնելով։ Բավական է, անպատկառություն։ Դուք պատասխանատվություն ունեք, Արամ։ Սարյան անունը դռներ է բացում, բայց նա պարտավորություններ է պահանջում։ Արամը անձեռոցիկը դրեց սեղանին վեր կացավ։ Շնորհակալություն ճաշի համար, մայրիկ։ Ես պետք է գնամ։ Ո՞ր եք գնում այդքան շտապողականությամբ ամեն օր, հարցրեց Հեղինեն, ձայնի մեջ խառնելով հետաքրքրությունն ու անհավանությունը։ Մի տեղ, որտեղ կարող եմ շնչել, պատասխանեց Արամը, արդեն դեպի դուռը գնալով։ Դրսում մեքենա նստելիս նա ստուգեց հեռախոսը ժպտաց, տեսնելով Նինայի հաղորդագրությունը։ Նրա ստեղծած նոր բրազիլական ընկույզի հացի լուսանկարը, մակագրությամբ։ Սպասում եմ ձեր վճռին, պարոն գաստրոնոմիական քննադատ։ Այդ պարզ հաղորդագրությունը փարատեց ընտանեկան ճաշի լարվածությունը։ Անհավանական էր, թե ինչպես էր նա ունենում այդ ուժը, փոխելու նրա տրամադրությունը, աշխարհը ավելի թեթ դարձնելու։ Նա պատասխանեց. Գնում եմ իմ նոր կախվածության հետից։ Հուսով եմ, որ մի կտոր պահել եք ինձ համար։ Նրա վարորդը, Հարութը, հետի հայելու միջից հետաքրքրությամբ նայեց։ Վերջին ամիսներին նա սովոր էր իր տիրոջը տանել անսովոր հասցեներ, հեռու շքեղ ռեստորաններից բացառիկ ակումբներից, որոնք նախկինում նրա առօրյայի մասն էին։ Կրկին Կասկադի շրջակայք, պարոն։ Այո, Հարութ։ Եվ այսօր կարող եք ինձ այնտեղ թողնել։ Ես ինքս կվերադառնամ ավելի ուշ։ Վարորդը լուռ գլխով արեց, բայց Արամը նկատեց նրա թեթ տարօրինակ հայացքը։ Հացի փուռ հասնելուն պես նա գտավ Նինային, ով օգնում էր մի խումբ երեխաների կենդանիների տեսքով փոքրիկ հացեր ձել։ Դա համայնքային նախագիծ էր, որը նա վերջերս էր սկսել, հացի թխման անվճար դասեր թաղամասի երեխաների համար։ Նրա դեմքը ալյուրով էր պատված, նա ծիծաղում էր, օգնելով մի տղայի իր անկանոն խմորը փոխակերպել ինչ-որ փղի նման ողի։ Արամը դռնից դիտում էր, հիացած։ Նինան նկատեց նրան ձեռքով արեց, աչքերը ուրախությունից փայլելով։ Այդ պատկերը Նինան երեխաներով շրջապատված իր ձեռքերով ինչ-որ բան ստեղծելով նրա մեջ առաջացրեց մի զգացում, որը նա չէր կարող անվանել։ Դա հիացմունքի, քնքշության ցավալի գիտակցության խառնուրդ էր, թե որքան արհեստական էր իր սեփական կյանքը համեմատաբար։ Երբ դասն ավարտվեց երեխաները հպարտորեն իրենց ստեղծագործությունները գրելով դուրս եկան, Նինան մոտեցավ նրան։ Հավանեցիք անակնկալը, հարցրեց նա, նկատի ունենալով երեխաների հետ նախագիծը։ Հրաշալի է, անկեղծորեն պատասխանեց նա։ Դուք հրաշալի եք։ Նա ժպտաց, Արամը նկատեց, թե ինչպես էին նրա աչքերը փոքրիկ կնճիռներ առաջացնում անկյուններում, երբ նա դա անում էր։ Մանրամասներ, որոնք նա երբեք չէր նկատել ոչ մեկի մոտ նախկինում։ Ես ուրիշ անակնկալ ունեմ, ասաց նա, ձեռքով քաշելով նրան դեպի հացի փռի հետնամասը։ Հիշում եք, երբ խոսեցի գաստրոնոմիան լուսանկարչությունը միավորելու մասին։ Ես նախագիժ սկսեցի։ Հետի փոքրիկ սենյակում Նինան Արամին ցույց տվեց լուսանկարների որմնան կար։ Դրանք ձեռքերի պատկերներ էին, կնճռոտ ձեռքեր, որոնք հունցում էին հաց, երեխաների փոքրիկ ձեռքեր, որոնք խմոր էին ձում, մի երիտասարդ հաճախորդի դաջված ձեռքեր, որոնք բռնում էին մի բաժակ սուրճ։ Դա էսե է ստեղծող, սնուցող ձեռքերի մասին, բացատրեց նա, վարակիչ էնտուզիազմով։ Ես սկսեցի լուսանկարել այստեղ, հացի փռում, բայց ուզում եմ ընդլայնել դեպի թաղամասի այլ արհեստավորներ։ Անհավանական է, ասաց Արամը, անկեղծորեն տպավորված։ Դուք ունեք յուրահատուկ հայացք։ Նինան նայեց նրան այդ աչքերով, որոնք կարծես տեսնում էին ցանկացած դիմակից այն կողմ։ Դուք ինձ օգնեցիք դրանում, գիտեք։ Մինչ դուք հայտնվելը, ես գրեթե հրաժարվել էի այս երազանքից։ Դա թվաց անիմաստ, հացի փռի գործնական կարիքների առջ։ Եվ ինչ փոխվեց։ Դուք ինձ ստիպեցիք հավատալ, որ ես կարող եմ լինել ավելին, քան պարզապես հացթուխի դուստրը։
որ իմ երազանքները կարորեն։ Արամը զգաց հեգնանքի ծանրությունը։ Նա, ով ապրում էր ստի մեջ, ինչ-որ կերպ իսկականություն էր ներշնչել նրա մեջ։ Ես ուզում եմ ձեզ մի հատուկ տեղ տանել այս շաբաթավերջին, ասաց Նինան, թեման փոխելով։ Դա հորս ծննդյան օրն է, մենք ամեն տարի պիկնիկ ենք անում Երանի բուսաբանական այգում։ Ոչինչ շքեղ չէ, պարզապես ընտանիքը մի քանի մտերիմ ընկերներ։ Ես կցանկանայի, ավտոմատ պատասխանեց Արամը, մինչ խուճապը կտիրեր։ Ընտանեկան հանդիպում։ Մտերիմ ընկերներ։ Որքան շատ էր նա ներգրավում, այնքան ավելի դժվար էր լինելու թաքցնել իր իրական ինքնությունը։ Այդ գիշեր նա տուն վերադարձավ հակասական մտքերով։ Նստած իր անձնական գրասենյակում, առանձնատան լուսավորված այգիների տեսարանով, Արամը դիմակայեց այն ճշմարտությանը, որից խուսափում էր։ Նա սիրահարված էր Նինային։ Ամբողջովին, անդառնալիորեն սիրահարված։ Եվ ամեն օր, որ անցնում էր առանց նրան ճշմարտությունն ասելու, նա ավելի խորն էր փորում անդունդը, որը ի վերջո պետք է հատեր։ Նա վերցրեց հեռախոսը, թերթեց լուսանկարների պատկերասրահը։ Կորպորատիվ փաստաթղթերի կարևոր էլեկտրոնային նամակների սքրինշոթերի մեջ հիմա կային տասնյակ պահեր Նինայի հետ, նրա ժպիտը, երբ նա սուրճ էր մատուցում, նրա ձեռքերը, որոնք խմոր էին ձում, նրանք երկուսը միասին փողոցային փառատոնում։ Այս պատկերների շրջակա շքեղ միջավայրի միջ հակադրությունը չէր կարող ավելի ցնցող լինել։ Նա ապրում էր երկու զուգահեռ աշխարհներում, գիտեր, որ դրանք անխուսափելիորեն կբախվեն։ Հարցն այն էր, երբ և ինչ կմնար բախումից հետո։ Հաջորդ առավոտյան, Արամը խորհրդի նիստում էր, երբ քարտուղարը զուսպ կերպով ընդհատեց նրան։ Պարոն Սարյան, ներողություն ընդհատման համար, բայց տիկին Ղազարյանը պնդում է, որ դա շտապ է։ Նա հոնքերը կնճռեց։ Ասեք, որ ես զբաղված եմ։ Նա ինչ-որ բան նշեց։ Կասկադի շրջակայքի հացի փռի մասին։ Ասաց, որ ձեզ հետաքրքրում է։ Արամը զգաց, որ արյունը սառեց։ Ես կհանդիպեմ նրան։ 15 րոպե ընդմիջում արեք։ Միջանցքում Անահիտը սպասում էր նրան, անթերի հագնված կարմիր տայլերով, ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերին։ Ինչ եք ուզում, Անահիտ։ Նա մեկնեց իր վերջին սերնդի բջջային հեռախոսը։ Կարծում էի, որ կցանկանայիք տեսնել սա, մինչ ուրիշները կանեն։ Էկրանին բացված WhatsApp հաղորդագրությունը ցույց էր տալիս հայտնի Բամբասանքի սյունակի հոդվածի նախագիծը։ Միլիարդատեր ժառանգը սոցիալիտներին փոխում է հացթուխի հետ։ Արամ Սարյանի նոր սիրավեպը, որը ցնցում է երանյան էլիտային։ Կային նրա Նինայի լուսանկարներ միասին գաստրոնոմիական տոնավաճառում, կինոյից դուրս գալիս, նույնիսկ մեկը, որտեղ նրանք համբուրվում էին հացի փռի դռան մոտ։ Որտեղից եք ստացել սա, հարցրեց նա լարված ձայնով։ Ես իմ ռեսուրսներն ունեմ, պատասխանեց Անահիտը, հեռախոսը վերցնելով։ Բայց դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ես կարող եմ կանխել դրա հրապարակումը։ Ինչու՞։ Ինչու՞։ Դուք դա կանեիք։ Որովհետև, չնայած ամեն ինչին, ես մտածում եմ ձեր մասին, Արամ։ Եվ ավելի կարևոր է, ես մտածում եմ Սարյան անվան մասին։ Ձեր մայրը կկործանվեր, եթե տեսներ կայսրության ժառանգին ներգրավված լավ, դուք գիտեք։ Արամը զգաց, որ զայրույթն աճում է։ Աշխատասեր, ազնիվ տաղանդավոր կնոջ հետ։ Սա ինչը կամաչեցներ նրան։ Անահիտը աչքերը թարթեց։ Մի միամիտ եղեք։ Դա նրա մասին չէ, թե ով է նա, այլ այն աշխարհի մասին, որին նա պատկանում է, որին դուք չեք պատկանում։ Դուք անհամատեղելի իրականություններից եք։ Ինչ եք ուզում, Անահիտ, կրկնեց Արամը, հիմա սառը հաշվարկով։ Ոչինչ բարդ չէ։ Պարզապես, որ դուք վերանայեք ձեր առաջնահերթությունները։ Վերադարձեք համապատասխան շրջանակներին։ Հաջորդ շաբաթվա հիմնադրամի գալա երեկոյին մասնակցեք ինձ հետ, ինչպես սպասվում էր։ Վերականգնեք ձեր կյանքը։ Իսկ հոդվածը կանհետանա։ Ինչպես անցողիկ սիրավեպ, որը հենց այդպես էլ եղել է անցողիկ։ Արամը խորը շունչ քաշեց, փորձելով զսպել կատաղությունը։ Դուք ինձ շանտաժի եք ենթարկում։ Նա կարգի բերեց իր ոսկյա ապարանջանը դաստակին։ Ես ձեզ առաջարկում եմ էլեգանտ ելք, մինչ դուք կկատարեք ձեր կյանքի ամենամեծ սխալը։ Մտածեք դա որպես բարեհաճություն։
Երբ նա հեռացավ հայելապատ միջանցքով, Արամը անշարժ մնաց, զգալով, թե ինչպես է վերջին շաբաթների ընթացքում իր կողմից խնամքով կառուցված աշխարհը սկսում փլուզվել։ Կիրակի օրը Երանի բուսաբանական այգում պիկնիկը կատարյալ էր։ Երանի կապույտ երկնքի տակ, ինքնին հազվադեպ ելույթ, Ձիթենյանների ընտանիքը մի քանի մտերիմ ընկերներ հավաքվել էին նշելու Անտոնի ծննդյան օրը։ Կար պարզ համեղ ուտելիք, երաժշտություն փոքրիկ շարժական ռադիոյից, պատմություններ, որոնք կիսվում էին ծիծաղի միջոցով։ Արամը դիտում էր ամեն ինչ սրտի ցավով։ Անահիտի սպառնալիքները ծանր էին նրա վրա, բայց պարադոքսալ կերպով ամրապնդում էին այն համոզմունքը, որ նա չէր ուզում կորցնել սա, այս պարզությունը, այս իսկականությունը, այս պատկանելության զգացումը։ Նինան նկատեց նրա մտածկոտ վիճակը, մոտեցավ, նստելով նրա կողքին, խոտի վրա փռված ծածկոցի վրա։ Ամեն ինչ լավ է, հարցրեց նա, իր մատները միահյուսելով նրա մատներին։ Ամեն ինչ կատարյալ է, ստեց Արամը։ Պարզապես մտածում եմ, թե որքան առանձնահատուկ է ձեր ընտանիքը։ Նա ժպտաց, գլուխը հենելով նրա ուսին։ Նրանք սիրում են ձեզ, գիտեք։ Հայրս երեկ ինձ ասաց, որ դուք արժեքավոր տղա եք։ Նրանից լսելը գրեթե ամուսնության առաջարկ է։ Արամը ծիծաղեց, չնայած ներքին լարվածությանը։ Եվ ինչ կպատասխանեիք այդ առաջարկին։ Նինան բարձրացրեց դեմքը, նայելով նրա աչքերին։ Կախված է նրանից, թե ով է հարցնում։ Մի պահ լռություն տիրեց, լի չասված իմաստներով։ Նինա, ես պետք է ձեզ մի բան ասեմ, սկսեց Արամը, վճռականորեն բացահայտելու ճշմարտությունը։ Հենց այդ պահին նրա հեռախոսը զանգահարեց։ Դա Զարուհին էր, ով մնացել էր հացի փռում, կարծես հուզված էր։ Մայրիկ, հանգստացեք, դանդաղ խոսեք։ Ինչ։ Լրագրող։ Ինչ է հարցնում։ Արամը զգաց, որ որովայնը կծկվում է։ Անահիտը չէր սպասել նրա պատասխանին։ Ես գալիս եմ, ասաց Նինան, հեռախոսը անջատելով։ Կներեք, Արամ, բայց ես պետք է գնամ։ Մի լրագրող հայտնվել է հացի փռում, տարօրինակ հարցեր տալով իմ մասին, մեր մասին։ Ես ձեզ հետ կգամ, ասաց նա, արագ վեր կենալով։ Ճանապարհը դեպի Կասկադի շրջակայք կատարվեց տաքսիով, Նինան բազմիցս փորձում էր զանգահարել մորը, ով չէր պատասխանում։ Արամը լուռ էր մնում, իմանալով, որ այն պահը, որից այդքան վախենում էր, եկել է։ Հացի փուռ հասնելուն պես նրանք տեսան մի փոքր ամբոխ, հավաքված արջում։ Հետաքրքրասերների մեջ առանձնանում էր մի նրբագեղ հագնված կին, լուսանկարչի ուղեկցությամբ։ Անահիտ Ղազարյանը անձամբ, չվստահելով առաջադրանքը ենթականերին։ Ահա նա, բացականչեց Անահիտը, տեսնելով Նինային։ Հացթուխը, ով գրավել է միլիարդատերի սիրտը։ Նինան շփոթված նայեց կնոջը, ապա Արամին։ Ինչ է նա ասում։ Անահիտը մոտեցավ, ձեռքը մեկնելով, կարծես հին ընկեր լիներ։ Դուք պետք է լինեք Նինա Ձիթենյանը։ Ես Անահիտ Ղազարյանն եմ, սոցիալական մեկնաբան։ Արամ Սարյանի հին ընկերուհին։ Նա շեշտեց ազգանունը, ուսումնասիրելով Նինայի արձագանքը։ Նինայի դեմքին սկզբում շփոթություն երաց, ապա աճող ըմբռնում։ Սարյան։ Ինչպես Սարյան խմբից։ Օհ, Անահիտը ձացրեց զարմանք, ձեռքը դնելով կատարյալ դիմահարդարված շուրթերին։ Նա չի ասել։ Արամը Սարյան խմբի ժառանգն է։ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Կարծում էի, որ դուք գիտեիք, ի վերջո, դուք մտերիմ եք եղել։ Նինան շրջվեց դեպի Արամը, նրա աչքերը փնտրում էին մերժում, որը չեկավ։ Ճիշտ է, հարցրեց նա, ձայնը գրեթե շշուկով։ Նինա, ես կարող եմ բացատրել, սկսեց նա։ Ճիշտ է, կրկնեց նա, ավելի ամուր։ Այո, վերջապես խոստովանեց Արամը։ Բայց դա այնքան էլ պարզ չէ։ Ընդհակառակը, ընդհատեց Անահիտը, դա բավականին պարզ է։ Արամ Սարյանը, երկրի խոշորագույն բիզնես կոնգլոմերատներից մեկի ժառանգը, իր անունը կրող խմբի ապագա նախագահը, որոշել է արկածախնդրության դուրս գալ, ասենք, քաղաքի ավելի գեղատեսիլ թաղամասերում։ Բավական է, Անահիտ, Արամը կանգնեց նրա Նինայի միջ։ Դուք արդեն ստացել եք այն, ինչ ուզում էիք։ Ես պարզապես օգնում եմ պարզել ամեն ինչ, պատասխանեց նա, կեղծ անմեղությամբ։ Ձեր ընկերուհին իրավունք ունի իմանալու, թե ում հետ է շփվում, այնպես չէ։ Նինան մեկ քայլ հետ կատարեց, նայելով Արամին, կարծես առաջին անգամ էր տեսնում նրան։ Ամբողջ այս ընթացքում դուք ստել եք ինձ։ Իմ ընտանիքին։
Ես չեմ ստել, փորձեց բացատրել Արամը։ Պարզապես ամեն ինչ չեմ ասել։ Ինչու՞։ Նինայի ձայնը հիմա դողում էր։ Ինչու՞։ Թաքցնել, թե ով եք դուք։ Որովհետև ուզում էի, որ դուք ինձ ճանաչեք այնպիսին, ինչպիսին ես կամ ոչ թե իմ ազգանվան կամ բանկային հաշվի միջոցով։ Ոչ, Արամ։ Դուք ուզում էիք, որ ես ճանաչեի ձեր այն տարբերակը, որը դուք ընտրել էիք ցույց տալ։ Անավարտ տարբերակ, հիմնված բացթողումների վրա։ Անահիտին ուղեկցող լուսանկարիչը շարունակում էր ամեն ինչ գրանցել, մինչ հետաքրքրասերները դիտում էին տեսարանը, ինչպես կենդանի հեռուստանովելի հանդիսատեսներ։ Մենք պետք է մասնավոր խոսենք, ասաց Արամը, փորձելով բռնել Նինայի ձեռքը, որը նա հետ քաշեց։ Մենք խոսելու ոչինչ չունենք, պատասխանեց նա, աչքերը արցունքներով լցված։ Խնդրում եմ, գնացեք։ Նինա, խնդրում եմ։ Նա խնդրեց ձեզ գնալ, միջամտեց Անտոնը, ով մոտեցել էր հիմա պաշտպանական ձեռք էր դրել դստեր ուսերին։ Եվ ես էլ եմ խնդրում։ Արամը նայեց իր շուրջը գտնվող թշնամական դեմքերին, հարաններին, մշտական հաճախորդներին, ընտանիքին, ովքեր այդքան ջերմորեն ընդունել էին նրան։ Մի քանի րոպեի ընթացքում նա սիրելի ընկերից վերածվել էր ինքնակոչի։ Ես շատ եմ ցավում, ասաց նա, ուղիղ Նինային նայելով։ Երբեք չէի ուզում ձեզ վիրավորել։ Նա չպատասխանեց։ Պարզապես շրջվեց մտավ հացի փուր, հետից հոր հետ։ Անահիտը մոտեցավ Արամին, գոհունակ։ Տեսա՞ք։ Ինչպես ասացի, անհամատեղելի աշխարհներ։ Հիմա կարող ենք վերադառնալ մեր աշխարհ, որտեղ դուք եք պատկանում։ Նա նրան նայեց այնպիսի արամարանքով, որը երբեք չէր զգացել ոչ մեկի հանդեպ։ Հեռու մնացեք ինձանից, Անահիտ։ Հեռու իմ կյանքից, իմ բիզնեսից, իմ սիրելի մարդկանցից։ Դուք չեք կարող լուրջ լինել, նա ծիծաղեց, անհավատալիորեն։ Այս ամբողջ իրարանցումը արվարձանային արկածի համար։ Միակ սխալը, որ ես թույլ տվեցի, այն էր, որ նախկինում չհասկացաք, թե ով եք դուք իրականում, պատասխանեց Արամը, հեռանալով։ Մինչ նա քայլում էր փողոցով, զգալով հետաքրքրասերների հայացքները մեջքին, Արամը հասկացավ, թե ինչի մեծություն էր կորցրել։ Դա ոչ միայն Նինան էր, այլ իսկական կյանքի հնարավորությունը, իրական կապերի, տան զգացումի, որը նա երբեք չէր զգացել իր շքեղ առանձնատանը։ Նրա հետում փոքրիկ հացի փուռը իր համեստ Նինայի համերը ցուցանակով երբեք այդքան հեռու չէր թվում։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ 3 շաբաթ անցավ, Երանը շարունակում էր իր խելահեղ ռիթմը, անտարբեր այն կոտրված սրտերի նկատմամբ, որոնք այն պարունակում էր։ Մետրոպոլիսի միլիոնավոր բնակիչների համար դա պարզապես գարնան հերթական ամիսն էր, ծաղկող ծառերով, որոնք ամաչկոտորեն ծաղկում էին բետոնի աղտոտվածության մեջ։ Արամ Սարյանի համար ամեն օր գոյատման պայքար էր։ Նա սուզվեց աշխատանքի մեջ, ինչպես երբեք նախկինում, գրասենյակ հասնելով բոլորից շուտ հեռանալով, երբ շենքն արդեն գրեթե դատարկ էր։ Նա մասնակցում էր բոլոր հանդիպումներին, վերլուծում էր յուրաքանչյուր հաշվետվություն, որոշումներ էր կայացնում այնպիսի սառը հաշվարկով, որը տպավորում էր նույնիսկ Սարյան խմբի ամենատարեց ղեկավարներին։ Դրսից նա ավելի կենտրոնացած արդյունավետ էր թվում, քան երբևէ։ Ներսից նա դատարկ էր։ Գիշերներն ամենավատն էին։ Լուր առանձնատանը քայլերը արձագանքում էին դատարկ սենյակներում, ուժեղացնելով միայնության զգացումը։ Նա փորձեց վերադառնալ հին առօրյային, ընթրիքներ աստղային ռեստորաններում, բարեգործական միջոցառումներ, մարդկանց մակերեսային ընկերություն, ովքեր պտտվում էին նրա իշխանության փողի շուրջ։ Բայց ամեն ինչ անիմաստ էր թվում Նինայի նրա ընտանիքի իսկականությունը ճանաչելուց հետո։ Նա բազմիցս փորձեց կապ հաստատել։ Ուղարկեց հաղորդագրություններ, որոնք մնացին անպատասխան, ծաղիկներ, որոնք վերադարձվեցին, էլեկտրոնային նամակներ, որոնք հավանաբար նույնիսկ չկարդացվեցին։ Նա նույնիսկ մեկ անգամ գնաց հացի փուռ, միայն թե գտավ այն փակ չորեքշաբթի կեսօրին, ինքնաշեն ցուցանակով, փակ է անձնական պատճառներով։ Հենց Հարութը, նրա վարորդը, վերջապես լուր բերեց։ Ներողություն, պարոն Սարյան, ասաց նա, վարանելով մի գիշեր նրան տուն թողնելուց հետո։ Գիտեմ, որ դա իմ գործը չէ, բայց կարծում էի, որ կցանկանայիք իմանալ։ Այն հացի փուռը, որ դուք հաճախում էիք Կասկադի շրջակայքում, փակ է։ Արամը զգաց, որ որովայնը կծկվում է։ Փակ է ինչպես։ Վերջնականապես։ Կարծես թե այո, պարոն։ Այսօր անցա այնտեղով, հետաքրքրությունից դրդված։ Ցուցափեղկերը դատարկ են, կա վարձակալության համար արտրային տարածք ծանուցում։
Տեղեկությունը Արամին հարվածեց որպես ֆիզիկական հարված։ Հացի փուռը Ձիթենյանների ընտանիքի համար ավելին էր, քան բիզնես, դա ժառանգություն էր, նրանց պատմությունը, նրանց ինքնությունը, ինչպես Նինան ինքն էր ասել։ Գիտեք, թե ինչ պատահեց տերերի հետ։ Հարութը գլուխը թափահարեց։ Ոչ, պարոն։ Բայց լսեցի, թե ինչպես էր մի տիկին փողոցում մեկնաբանում, որ աղջկա հայրը առողջական խնդիրներ ուներ։ Շնորհակալություն, Հարութ, մեխանիկորեն պատասխանեց Արամը։ Կարող եք գնալ։ Այդ գիշեր նա չկարողացավ քնել։ Դատարկ հացի փռի պատկերը, այն սեղանները, որտեղ նրանք այդքան պահեր էին կիսել, հիմա հանված, Նինայի տատիկի անունով ցուցանակը հանված, ամեն ինչ պտտվում էր նրա մտքերում, ինչպես մղձավանջ, որից նա չէր կարողանում արթնանալ։ Եվ ավելի վատ, Անտոնի հիվանդության գաղափարը, հնարավոր է հոսպիտալացված ընտանիքը բախվում էր ֆինանսական դժվարությունների մինչ տասնամյակների բիզնեսը փակելը։ Հաջորդ առավոտյան նա չեղարկեց բոլոր հանդիպումները, կանչեց իր անձնական իրավաբանական թիմին։ Ես տեղեկություններ եմ ուզում Կասկադի շրջակայքի հացի փռի մասին, հրահանգեց նա, առանց շեղվելու։ Արտրային անվանումը, Նինայի համերը, սեփականատերերը, Անտոն Զարուհի Ձիթենյանն էր։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչու է փակվել, ֆինանսական վիճակը, արդյոք պարտքեր կան, հատկապես թե ուր է տեղափոխվել ընտանիքը։ Իրավաբանները շփոթված հայացքներ փոխանակեցին, բայց ոչ ոք չհարցաքննեց։ 24 ժամից էլ քիչ ժամանակում նրանք ունեին ամբողջական հաշվետվություն։ Իրավիճակն ավելի վատ էր, քան Արամը պատկերացնում էր։ Անտոնը սրտի կաթված է ստացել Անահիտի հետ միջադեպից 2 շաբաթ անց։ Բժշկական ծախսերը, գումարած մատակարարների հետ նախկին պարտքը, ստիպել էին հացի փուռը փակել։ Ընտանիքը տեղափոխվել էր Արելյան շրջանի ծայրամասում գտնվող փոքրիկ բնակարան, հեռավոր Զարմիկի սեփականություն։ Իսկ ներկայիս բժշկական վիճակը, հարցրեց Արամը։ Պարոն Անտոնը շարունակում է մնալ քաղաքային հիվանդանոցում, սպասելով սրտի վիրահատության, տեղեկացրեց նրա գլխավոր իրավաբանը։ Հերթը զգալի է։ Արամը փակեց հաշվետվությունը, իր որոշումն արդեն կայացրած։ Պատրաստեք հացի փռի արտրային տարածքը վաճառված բոլոր սարքավորումները գնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ լինի ճիշտ այնպես, ինչպես նախկինում։ Եվ կապ հաստատեք Նաիրի բժշկական կենտրոնի տնօրինության հետ։ Ես ուզում եմ, որ պարոն Անտոնը անմիջապես տեղափոխվի այնտեղ, առկա լավագույն սրտանոթային թիմի խնամքի տակ։ Պարոն Սարյան, եթե թույլ կտաք, միջամտեց ամենատարեց իրավաբաններից մեկը։ Այս անձնական ներգրավվածությունը պոտենցիալ բարդ իրավիճակում։ Ես ձեր կարծիքը չեմ հարցրել, կտրեց Արամը։ Պարզապես կատարեք հրամանները։ Առավելագույն զուսպությամբ։ Հաջորդ օրերին լուռ գործողություն սկսվեց։ Արտրային տարածքը վերագնվեց միջնորդ ընկերության միջոցով, առանց Սարյան խմբի հետ որե ակնհայտ կապի։ Պարտքերը մարելու համար վաճառված սարքավորումները հետգնվեցին, դրանցից շատերը շուկայականից բարձր գներով, նոր սեփականատերերի համագործակցությունն ապահովելու համար։ Մատակարարների հետ կապ հաստատվեց, հին հաշիվները մարվեցին, աստիճանաբար հացի փուռը սկսեց վերականգնվել ճիշտ այնպես, ինչպես կար։ Զուգահեռաբար, Անտոնը զուսպ կերպով տեղափոխվեց Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ նա հաջողությամբ անցավ սրտի վիրահատություն։ Ընտանիքին միայն տեղեկացվեց, որ անանուն բարերարը տեղեկացել է դեպքի մասին, օգնություն է առաջարկել։ Արամը հեռվից վերահսկում էր ամեն ինչ, զգույշ լինելով անձամբ չհայտնվելու։ Նա չէր ուզում, որ իր ժեստը մեկնաբանվեր որպես Նինայի ներողամտությունը գնելու կամ նրան իր ֆինանսական հզորությամբ տպավորելու փորձ։ Դա ավելի պարզ էր։ Նա չէր կարողանում տանել նրա տառապանքի գաղափարը, այն ընտանիքի, որն իրեն ընդունել էր, այդքան լուրջ դժվարությունների բախվելը։ Փակվելուց 1 ամիս անց հացի փուռը պատրաստ էր վերաբացման։ Ամեն ինչ վերականգնվել էր, նույն կահույքը, նույն սարքավորումները, նույնիսկ պատի լուսանկարները։ Միայն մեկ բան էր նոր։ Ծրար գլխավոր հաշվիչի վրա, որը պարունակում էր անշարժ գույքի սեփականության վկայականը բիզնեսի բոլոր փաստաթղթերը, հիմա առանց պարտքերի գրանցված Նինա Ձիթենյանի անունով։ Արամը երկուշաբթի առավոտ ընտրեց իր պլանը ավարտելու համար։ Նա վաղ եկավ վերականգնված հացի փուռ, հագած ջինսեր, պարզ շապիկ, այն համազգեստը, որը նա կրում էր, երբ Նինային օգնում էր շաբաթավերջերին։ Նրա պատվիրած բանալին մեղմորեն շրջվեց կողպեքի մեջ։ Արի առաջին ճառագայթները մտնում էին պատուհաններից, լուսավորելով այն միջավայրը, որը նա այդքան լավ գիտեր։
Նա սրտի ցավ զգաց, հիշելով այն առավոտները, երբ նա սուրճի էր գալիս գտնում Նինային արդեն աշխատելիս օրվա խմորների վրա։ Խմորի ցորենի հոտը դեռ մնում էր օդում, նույնիսկ շաբաթներ շարունակ փակ դռներից հետո։ Նա գնաց հետի խոհանոց, միացրեց ջեռոցները, սկսեց աշխատել։ Վերջին շաբաթներին, հանդիպումների անքուն գիշերների մեջ, նա ժամեր էր հատկացրել հացի թխման տեխնիկայի տեսանյութեր դիտելուն, ուսումնասիրելով այն գործընթացները, որոնք նա բազմիցս տեսել էր Նինայի բնական վարպետությամբ իրականացնելիս։ Նա պատրանքներ չուներ, որ կկարողանա կրկնօրինակել այն կախարդանքը, որը նա ստեղծում էր, բայց դա նրա ձն էր, հարգանքի տուրք մատուցելու նրան, ցույց տալու, որ նա գնահատում է այն, ինչ նա սովորեցրել էր իրեն։ Նա սկսեց պատրաստել բնական խմորմամբ հացի պարզ խմոր, առաջինը, որ նա համտեսել էր այնտեղ, ինչը ստիպել էր նրան վերադառնալ։ Նրա ձեռքերը, որոնք նախկինում սովոր էին միայն փաստաթղթեր ստորագրելուն միլիոնավոր գործարքներում ձեռքսեղմումներին, հիմա ալյուրով էին պատված, խմորը ձելով դեռս վարանող, բայց զգույշ շարժումներով։ Ժամեր անց, երբ առաջին հացերը դուրս եկան ջեռոցից, ծուռ, եզրերում չափազանց մուգ, կենտրոնում չափազանց բաց, Արամը մելամաղձոտ ժպտաց։ Դրանք հեռու էին կատարելությունից, բայց պարունակում էին ինչ-որ իսկական բան, նոր ճանապարհ սովորել փորձողի ազնիվ ջանքը։ Հենց այդ ժամանակ նա լսեց, թե ինչպես բացվեց դիմացի դուռը։ Նրա սիրտը գրեթե կանգ առավ։ Նինան կանգնած էր խոհանոցի մուտքի մոտ, աչքերը զարմանքից լայն բացված։ Նա հագած էր պարզ հագուստ, մազերը կապված նույն գունավոր գլխաշորով, որը նա կրում էր աշխատանքի ժամանակ։ Նա ավելի նիհար էր թվում, մեղմ մուգ շրջանակներ աչքերի տակ, որոնք կորցրել էին այն փայլի մի մասը, որն այդքան գրավել էր նրան։ «Ինչ է սա», հարցրեց նա, ձայնի մեջ խառնելով ցնցումն ու շփոթությունը։ «Ինչ եք անում այստեղ»։ «Ինչպես»։ Արամը մնաց իր տեղում, գիտակցելով այն կերպարը, որը նա պետք է ներկայացներ, միլիարդատերը, ալյուրով կեղտոտված ձեռքերով, կեղտոտ գոգնոցով, շրջապատված վատ թխված հացերով։ «Ես ուզում էի ամեն ինչ շտկել», պարզապես ասաց նա։ «Շտկել»։ Նա շուրջը նայեց, աստիճանաբար մարսելով այն, ինչ տեսնում էր։ «Դուք եք վերաբացել հացի փուռը։ Դուք եք վճարել հորս բուժման համար։ Ես չէի կարող թույլ տալ, որ դուք ամեն ինչ կորցնեք իմ պատճառով»։ Նինան գլուխը թափահարեց, դեմքին անցնող զգացմունքների խառնուրդով։ «Այսպիսով, սա է ձեր լուծումը։ Ձեր փողը օգտագործել ձեր խիղճը մաքրելու համար»։ «Դա այդպես չէ», պատասխանեց Արամը, ձայնը հանգիստ պահելով, չնայած նրա խոսքերի պատճառած ցավին։ «Ես չեմ փորձում գնել ձեր ներողամտությունը, Նինա։ Ես պարզապես ուզում էի վերադարձնել այն, ինչ դուք կորցրել եք իմ պատճառով»։ «Մենք չենք կորցրել հացի փուռը ձեր պատճառով», ուղղեց նա։ «Մենք կորցրել ենք ստի պատճառով։ Վստահության բացակայության պատճառով։ Որովհետև դուք չէիք հավատում, որ ես կարող եմ ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին իրականում եք»։ Արամը աչքերը իջեցրեց, ընդունելով նրա խոսքերի ճշմարտությունը։ «Դուք ճիշտ եք։ Ես սարսափելի սխալ թույլ տվեցի, ի սկզբանե չվստահելով ձեզ։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այն ամենը, ինչ մենք ապրեցինք, իրական էր։ Զգացմունքները, զրույցները, պահերը դրանցից ոչ մեկը սուտ չէր»։ Նրանց միջ ծանր լռություն տիրեց։ Նինան դանդաղ քայլեց խոհանոցով, դիպչելով սարքավորումներին, պարագաներին, ամեն ինչ ճիշտ այնպես, ինչպես նախկինում։ «Ինչպե՞ս է ձեր հայրը», հարցրեց Արամը վերջապես։ Նրա դեմքը մի փոքր մեղմացավ։ «Ավելի լավ։ Բժիշկներն ասում են, որ վիրահատությունը հաջող է անցել։ Նա հիմա տանն է ապաքինվում։ Ուրախ եմ լսել դա»։ Նինան վերցրեց նրա թխած հացերից մեկը, քննադատաբար ուսումնասիրելով, ինչպես մեկը, ով գիտեր արհեստը։ «Դուք եք սա արել»։ «Փորձեցի», խոստովանեց Արամը, թեթակի ժպիտով։ «Ակնհայտ է, որ ես դեռ շատ բան ունեմ սովորելու»։ «Կեղը շատ հաստ է», մեկնաբանեց նա, «պրոֆեսիոնալ նույնիսկ պահի լարվածության մեջ։ Եվ դուք բավական ժամանակ չեք տվել խմորման համար։ Ինչպես ասացի, շատ բան ունեմ սովորելու»։ Նրանց աչքերը վերջապես հանդիպեցին, Արամը տեսավ, որ չնայած դեռ առկա ցավին, կար նա ինչ-որ ավելի բանի կայծ, միգուցե հետաքրքրություն, միգուցե այն, ինչ նրանք կիսել էին, մնացորդը։ «Ինչու, Արամ», հարցրեց նա, հացը դնելով սեղանին։ «Ինչու»։ «Այս ամբողջ ջանքը։ Դուք կարող էիք պարզապես շարունակել ձեր կյանքը, վերադառնալ ձեր աշխարհ։ Որովհետև ես հայտնաբերեցի, որ այլս չեմ պատկանում այդ աշխարհին», պատասխանեց Նահում անկեղծությամբ։
Կամ միգուցե երբեք էլ իրականում չեմ պատկանել։ Այն ժամանակը, որ ես անցկացրի ձեզ հետ, ձեր ընտանիքի հետ առաջին անգամն էր, որ ես ինձ իսկապես կենդանի զգացի, Նինա։ Առաջին անգամն էր, որ ինձ տանը զգացի։ Նա խորը շունչ քաշեց, նախքան շարունակելը։ Ես այստեղ չեմ ներողություն խնդրելու, այլ ապացուցելու, որ այն, ինչ ես զգում եմ, ճշմարիտ է։ Ես գիտեմ, որ ես դավաճանեցի ձեր վստահությունը հասկանում եմ, եթե երբեք էլ չցանկանաք ինձ տեսնել։ Հացի փռի փաստաթղթերն այնտեղ են, մատնացույց արեց նա հաշվիչի վրա գտնվող ծրարը։ Ամեն ինչ ձեր անունով է։ Առանց պայմանների, առանց կապերի։ Դա ձերն է, ինչպես միշտ պետք է լիներ։ Նինան նայեց ծրարին, ապա նորից նրան։ Դուք կարծում եք, որ սա ամեն ինչ շտկում է։ Ոչ, անմիջապես պատասխանեց Արամը։ Ես գիտեմ, որ որոշ բաներ, երբ կոտրվում են, երբեք չեն վերադառնում ճիշտ այնպես, ինչպես կար։ Ես պարզապես ուզում էի ցույց տալ, ինչ-որ կերպ, որ ես ձեզանից ինչ-որ բան եմ սովորել։ Իսկականության մասին, ազնիվ աշխատանքի արժեքի մասին կառուցելու, այլ ոչ թե պարզապես տիրանալու մասին։ Նա մոտեցավ, ուսումնասիրելով նրան, կարծես փորձում էր տեսնել մակերեսից այն կողմ։ Իսկ հիմա… Դուք վերադառնում եք ձեր առանձնատուն ձեր ժառանգի կյանք, իսկ ես մնում եմ այստեղ, վերանորոգված հացի փռով մի բանի հիշողությամբ, որը կարող էր լինել։ Հարցը կախված մնաց նրանց միջ, լի չասված հնարավորություններով։ Արամը զգաց, որ հույսն աճում է, ամաչկոտ, ինչպես բոցը, որը հրաժարվում է հանգչել։ Դա կախված է ձեզանից, պատասխանեց նա։ Եթե ուզում եք, որ ես հեռանամ ձեր կյանքից հիմա, ես կհարգեմ ձեր որոշումը։ Բայց եթե կա ամենափոքր հնարավորությունը։ Ինչ հնարավորություն, կոնկրետ։ Նորից սկսելու։ Այս անգամ լիարժեք ազնվությամբ։ Առանց գաղտնիքների։ Նինան ձեռքերը կրծքին ծալեց, նրա արտահայտությունը խառնելով թերահավատությունն ու ինչ-որ ավելի դժվար սահմանելի բան։ Եվ ինչպես կլիներ դա։ Դուք կթողնեիք ձեր կյանքը, ձեր անունը, ձեր պատասխանատվությունները հաց թխելու համար թաղային հացի փռում։ Անհրաժեշտության դեպքում, այո, պատասխանեց Արամը, զարմացնելով նրան իր համոզմունքով։ Բայց դա պարտադիր չէ, որ լինի մեկը կամ մյուսը։ Ես կարող եմ լինել Արամ Սարյանը, մի նույն ժամանակ լինել այն մարդը, ում դուք ճանաչել եք։ Ես կարող եմ կառավարել ընկերություններ, մի նույն ժամանակ գնահատել պարզ բաները, որոնք իսկապես կարևոր են։ Թեթ ժպիտ հայտնվեց նրա շուրթերի անկյունում։ Դուք հաց թխել չգիտեք։ Կարող եմ սովորել, նա ժպտաց ի պատասխան։ Ես հիանալի ուսուցիչ ունեմ, եթե նա պատրաստ է։ Նինան գլուխը թափահարեց, բայց նրա աչքերում փայլ էր վերադառնում։ Դուք անհնար եք, գիտեք։ Համար, ուղեց նա։ Ես դա սովորեցի մի համար հացթուխից, ով պնդում էր, որ լավ հացի գաղտնիքը համբերությունն է։ Նա մի փոքր ավելի մոտեցավ, հիմա նրա ձեռքերի հասանելիության սահմաններում, բայց Արամը չշարժվեց, նրան տարածք տալով որոշելու։ Եթե ես մտածեի երկրորդ հնարավորություն տալու մասին, դանդաղ ասաց Նինան, ինձ մի պայման կպահանջվեր։ Ցանկացած բան։ Լիարժեք թափանցիկություն։ Ոչ մի բացթողում, որքան էլ փոքր թվա։ Եվ ձեզ ամբողջությամբ ճանաչել, ոչ միայն այն Արամին, ով սուրճի է գալիս, այլ Արամ Սարյանին, իր բոլոր բարդություններով։ Նա գլխով արեց։ Լիարժեք թափանցիկություն։ Խոստանում եմ։ Եվ պետք է ճանաչեիք ձեր ընտանիքը, ձեր աշխարհը, ինչպես դուք ճանաչեցիք իմը։ Արված է։ Նինաս մեկ քայլ արեց, այնքան մոտենալով, որ նա կարող էր զգալ նրա օծանելիքը, նույն վանիլի դարչինի բույրը, որը հմայել էր նրան առաջին անգամ, երբ նա մտել էր այդ հացի փուռ։ Ձեր հայրը ինձ կատի, մեկնաբանեց Արամը, կիսակատակ, կիսալուրջ։ Հավանաբար, համաձայնեց Նինան։ Սկզբում, գոնե։ Բայց նա միշտ ասում է, որ մարդկանց դատում է իրենց արարքներով, ոչ թե խոսքերով։ Իսկ դուք… Ինչպես եք ինձ դատում հիմա։ Նինան նայեց վերականգնված հացի փռին, սեղանին դրված վատ թխված հացերին, փաստաթղթերի ծրարին, վերջապես իր առջ կանգնած տղամարդուն, ոչ այլս հեռավոր միլիարդատերին, ոչ էլ սովորական հաճախորդին, ով ծածնում էր, թե մեկ ուրիշն է, այլ մի բարդ անձնավորության, ով փորձում էր միավորել այն բեկորները, թե ով կարող էր լինել։ Կարծում եմ, որ պատրաստ եմ բացահայտել, վերջապես պատասխանեց նա, թեքվելով այդ խոսքերը կնքելու մի համբույրով, նոր պատմության առաջինը, որը նրանք սկսում էին գրել։
Մինչ առավոտյան արը ողողում էր նորացված հացի փուռը, լուսավորելով Արամի Նինայի միահյուսված ձեռքերը, մի վստահություն էր կախված օդում։ Որոշ բաղադրիչներ, երբ համբերությամբ ազնվությամբ համակցվում են, կարող են ստեղծել արտասովոր բան, լինի դա կատարյալ հաց, թե ճշմարիտ սեր։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Երկու տարբեր աշխարհներ միավորելու մարտահրավերը պարզ գործ չէր։ Հաշտեցումից հետո հաջորդող շաբաթներին Արամն ու Նինան սովորեցին նավարկել իրականությունների միջ, որոնք կարծես զուգահեռ տիեզերքների էին պատկանում։ Հացի փուռը պաշտոնապես վերաբացվեց շաբաթվա արոտ առավոտյան։ Հին հաճախորդները վերադարձան, գրավված Զարուհիի հացերի ծանոթ բույրով Նինայի նորարարական ստեղծագործություններով։ Անտոնը դեռս ապաքինվում էր, բայց տեսանելիորեն ավելի ուժեղացած, վերադարձավ իր տեղը դրամարկղի մոտ, որտեղ զրուցում էր հաճախորդների հետ, կարծես երբեք էլ չհեռացած լիներ։ Արամի ներկայությունն այժմ ավելի զուսպ էր։ Նա այլևս չէր թաքցնում, թե ով էր, բայց նա չէր էլ շեփորում իր ազգանունը կամ դիրքը։ Նա օգնում էր շաբաթավերջերին, հիմնականում առաքումների սպասարկման հարցում, թողնելով հացի թխման արվեստը Ձիթենյանների ընտանիքի իսկական վարպետներին։ Աստիճանաբար թաղամասի հարանները հաղթահարեցին սկզբնական ցնցումը, սկսեցին նրան տեսնել ոչ թե որպես միլիարդատեր, այլ որպես Նինայի ընկեր, ով երբեմն այրում էր կրուասանների եզրերը։ Փոխարենը, Նինան սկսեց ճանաչել Արամի կյանքի մյուս կողմը։ Առաջին անգամ, երբ նա այցելեց Արաբկիրի առանձնատուն, նա երկար րոպեներ լուռ մնաց, դիտելով անթերի այգիները, պատերի արվեստի գործերը, սենյակները, որոնք ավելի մեծ էին, քան իր ընտանիքի ամբողջ բնակարանը։ Դա շատ մեծ է, վերջապես մեկնաբանեց նա, պարզությամբ, որը ստիպեց Արամին ժպտալ։ Եվ դատարկ, ավելացրեց նա։ Երբեք իսկական տուն չի թվում։ Աստիճանաբար Նինան ներկայացվեց Արամի սոցիալական մասնագիտական շրջանակին։ Նա ծանոթացավ Սարյան խմբի ղեկավարների հետ, հաճախեց որոշ կորպորատիվ միջոցառումների, ընտրեց ռեստորաններում, որտեղ մեկ ճաշի արժեքն ավելի շատ էր, քան հացի փռի մեկ շաբաթվա գնումները։ Յուրաքանչյուր իրավիճակում նա պահպանում էր այն իսկականությունը, որը բնորոշ էր իրեն, առանց փորձելու տեղավորվել մի կաղապարի մեջ, որն իրենը չէր, բայց նա առանց դատելու մի աշխարհ, որն իրեն անծանոթ էր։ Արամի ծնողների հետ հանդիպումն ամենադժվարն էր։ Հեղինե Էդուարդ Սարյանները Նինային ընդունեցին ընտանեկան առանձնատանը կայացած պաշտոնական ընթրիքի համար։ Սեղանն անթերի էր դրված, արծաթե սպասքը փայլում էր մոմակալների լույսի տակ, իսկ 5 ճաշատեսակից բաղկացած ճաշացանկը պատրաստել էր պարգատրված շեֆ-խոհարար։ Նինան հագած էր պարզ, բայց էլեգանտ զգեստ, ընտրված թաղամասի ոճաբան ընկերուհու օգնությամբ, ոչ թե Արամի առաջարկով։ Նրա մազերը բաց էին, նրա աքսեսուարները նույնն էին, ինչ նա կրում էր առօրյայում։ Նա որոշել էր չփորձել լինել այն, ինչ չէր։ Այսպիսով սկսեց Հեղինեն սկզբնական ծանոթությունից հետո, ուսումնասիրելով Նինային բյուրեղապակյա բաժակի վրայից։ Արամը մեզ ասաց, որ դուք հացի փուռ ունեք։ Այո, տիկին։ Դա ընտանեկան բիզնես է, հիմնադրվել է իմ պապիկի կողմից։ Հիասքանչ չէ։ Եվ որտեղ եք սովորել, սիրելիս։ Ես գաստրոնոմիա եմ սովորել Երանի մասնավոր համալսարաններից մեկում։ Աշխատել եմ հացի փռում, ուսման վարձը վճարելու համար։ Էդուարդ Սարյանը հոնքերը բարձրացրեց, ակնհայտորեն տպավորված ուղիղ պատասխանից։ Ես հիանում եմ մարդկանցով, ովքեր իրենց կրթությունը ձեռք են բերում քրտնաջան աշխատանքով։ Մեկնաբանությունը անկեղծ թվաց, զարմացնելով Արամին, ով ակնկալում էր շատ ավելի սառը ընդունելություն։ Ընթրիքը շարունակվեց քաղաքավարի հարցերով, որոնցից մի քանիսը ակնհայտորեն հաշվարկված էին Նինային փորձելու համար, մյուսները անկեղծորեն հետաքրքրված էին նրան ճանաչելու։ Նա ամեն ինչին պատասխանում էր նույն հանգիստ ազնվությամբ, որը գրավել էր Արամին հենց սկզբից։ Երբ Հեղինեն պատահաբար նշեց մամուլի միջադեպը, նկատի ունենալով Անահիտի կողմից կազմակերպված բացահայտումը, Նինան չխուսափեց թեմայից։ Դա դժվար էր, խոստովանեց նա, ուղիղ նայելով Արամի մորը։ Ոչ թե բացահայտման պատճառով, այլ վստահության խախտման պատճառով։ Ես հավատում եմ, որ հարաբերությունները կառուցվում են փոխկապակցված ճշմարտությունների վրա։ Եվ այնուամենայնիվ դուք այստեղ եք, նկատեց Հեղինեն, ձայնի մեջ դժկամ հիացմունքի երանգով։ Ես այստեղ եմ, որովհետև ձեր որդին գործողություններով, ոչ միայն խոսքերով, ցույց տվեց, որ արժանի է երկրորդ հնարավորության։ Եվ որովհետև ես սիրում եմ նրան այն մարդու համար, ինչպիսին նա է, ոչ թե այն ազգանվան համար, որը նա կրում է։ Հայտարարությունից հետո լռություն տիրեց։
Էդուարդը նշանակալի հայացք փոխանակեց կնոջ հետ, նախքան որդուն դիմելը։ Այս երիտասարդ կինը ավելի շատ քաջություն ունի, քան մեր խորհրդի շատ ղեկավարներ, մեկնաբանեց նա փոքր ժպիտով։ Այժմ ավելի լավ եմ հասկանում, թե ինչ եք տեսել նրա մեջ, Արամ։ Գիշերվա վերջում, երբ Նինան գնաց զուգարան, Հեղինեն օգտվեց առիթից, որդու հետ առանձին խոսելու։ Նա տարբեր է, քան ես սպասում էի, խոստովանեց նա։ Տարբեր ինչպես։ Ավելի էական։ Կարծում էի, որ նա կշլացվի կամ կփորձի ակնհայտորեն տեղավորվել մեր աշխարհում։ Բայց նա կարծես վստահ է, թե ով է։ Դա այն պատճառներից մեկն է, թե ինչու եմ սիրում նրան, անկեղծորեն պատասխանեց Արամը։ Մայրը նրան ուսումնասիրեց խորաթափանց աչքերով։ Դուք իսկապես լուրջ եք այս հարցում, այնպես չէ՞։ Ավելի լուրջ, քան երբեք եղել եմ կյանքում որևէ բանի վերաբերյալ։ Հեղինեն հոգոց հանեց, կարգի բերելով իր մարգարտյա վզնոցը նրբագեղ պարանոցին։ Դե, կարծում եմ, որ այս տարի Սուրբ Ծննդյան սեղանը պետք է ընդլայնենք։ Դա ամենամոտն էր հավանությանը, որին Արամը հույս ուներ ստանալ։ Կյանքը շարունակվում էր, Արամն ու Նինան կամուրջներ էին կառուցում իրենց աշխարհների միջ։ Նա սովորում էր նշանակալի պարզության, ձեռքի աշխատանքի արժեքի, համայնքի իսկական պատկանելության մասին։ Նինան բացահայտում էր նոր հորիզոններ, հնարավորություններ, որոնք երբեք չէր դիտարկել, աշխարհի վրա ազդելու տարբեր ձեր։ Հացի փուռը բարգավաճում էր։ Արամի զուսպ աջակցությամբ, բայց հիմնականում Ձիթենյանների ընտանիքի տաղանդով նվիրվածությամբ, Նինայի համերը ընդլայնեց իր առաջարկը։ Արհեստական հացերից բացի, նրանք սկսեցին հացի թխման դասեր առաջարկել թաղամասի երիտասարդներին, ստեղծելով ուսուցման ծրագիր, որը արագորեն ճանաչում ստացավ։ Նինայի լուսանկարչական նախագիծը ստեղծող ձեռքերի մասին վերջապես ավարտվեց, Արամի խրախուսմամբ դարձավ ցուցահանդես Կասկադի շրջակայքի փոքրիկ պատկերասրահում։ Բացումը գրավեց հանդիսատեսի հետաքրքիր խառնուրդ, հարաներ հացի փռի հաճախորդներ արվեստի քննադատների Երանյան էլիտայի որոշ անունների կողքին, բոլորը միավորված պատկերների իսկականությամբ։ Կարծես նրանք վերջապես գտել էին հավասարակշռությունը, երկու աշխարհների մեջ գոյություն ունենալու ձը, առանց կորցնելու այն էությունը, որը նրանց միավորում էր։ Բայց ճակատագիրը դեռս վերջին փորձությունն էր պահել նրանց սիրո համար։ Հունիսի մի կեսօրին Արամը Մաշտոցի պողոտայի իր գրասենյակում էր, երբ քարտուղարը շտապ ընդհատեց նրան։ Պարոն Սարյան, կարծում եմ, որ պետք է անմիջապես տեսնեք սա։ Նա տվեց մի պլանշետ, բացված կարևոր տնտեսական թերթի կայքով։ Վերնագիրը Արամի արյունը սառեցրեց։ Սարյան կայսրությունը կասկածի տակ։ Խարդախություններ, հարկերից խուսափում փողերի լվացում։ Հոդվածը, որը ստորագրվել էր հայտնի հետաքննող լրագրողի կողմից, պնդում էր, որ անանուն աղբյուրից փաստաթղթեր է ստացել, նշելով Սարյան խմբի միջազգային գործունեության լուրջ անկանոնություններ։ Այն հատկապես մեղադրում էր Արամին իր դիրքը օգտագործելու մեջ, անօրինական գործարքներ հեշտացնելու համար, մեջբերելով գործարքների ամսատվեր գումարներ, որոնք համատեքստից դուրս իսկապես կասկածելի էին թվում։ Ուրիշ ո՞վ է տեսել սա, հարցրեց նա, ձայնը զսպված չնայած ներքին փոթորկին։ Դա բոլոր ֆինանսական պորտալներում է։ Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովն արդեն հայտարարություն է տարածել, ասելով, որ կհետաքննի։ Եվ բաժնետոմսերի արժեքը անկում է ապրում։ Արամը աշխատանքից ազատեց քարտուղարին վերցրեց հեռախոսը, նախ զանգահարելով հորը, ապա իրավաբանական բաժին։ Մի քանի ժամվա ընթացքում Սարյան խումբը լիակատար ճգնաժամի մեջ էր։ Հրատապ հանդիպումներ հրավիրվեցին, մամուլի հաղորդագրություններ կազմվեցին, իրավաբաններ մոբիլիզացվեցին։ Քաոսի մեջ Արամը հաղորդագրություն ստացավ, որը հաստատեց նրա կասկածները հարձակման ծագման վերաբերյալ։ Անհամատեղելի աշխարհներ, հիշում եք։ Միգուցե հիմա հասկանաք, որ որոշ գծեր չպետք է հատել։ Անահիտ Ղազարյանը կատարել էր իր սպառնալիքը, շատ ավելի կործանարար կերպով, քան նա կարող էր պատկերացնել։ Նա չէր բավարարվել իր հարաբերությունները Նինայի հետ բացահայտելով, այժմ նա հարձակվում էր իր մասնագիտական ամբողջականության վրա, այն հեղինակության վրա, որը սերունդներով կառուցել էր իր ընտանիքը։ Երբ նա վերջապես կարողացավ դուրս գալ գրասենյակից, արդեն կեսգիշերից անց էր։ Արաբկիրի առանձնատունը լուսավորված էր լի մեքենաներով, նրա հայրը հրավիրել էր խորհրդատուների, իրավաբանների ճգնաժամային խորհրդատուների արտակարգ հանդիպման։ Մինչ քննարկումների այս նոր փուլին դիմակայելը, Արամը պետք է տեսներ Նինային։ Նա մեքենայով գնաց Կասկադի շրջակայք, որտեղ Ձիթենյանների ընտանիքի բնակարանը լուսավորված էր, չնայած ժամին։
Նինան սպասում էր նրան դռան մոտ, դեմքը անհանգիստ։ Ես տեսա լուրերը, ասաց նա, ամուր գրկելով նրան, հենց որ նա ներս մտավ։ Դա սարսափելի է։ Ամբողջովին անհեթեթ։ Դուք հավատում եք ինձ, հարցրեց նա, խոցելիությունը ակնհայտ նրա ձայնի մեջ, որ մեղադրանքները կեղծ են։ Իհարկե հավատում եմ, պատասխանեց նա, զարմացած հարցից։ Ես ճանաչում եմ ձեզ, Արամ։ Իրական ձեզ։ Ես գիտեմ, թե ինչի եք ընդունակ, ինչի չեք։ Այդ խոսքերից նրա զգացած թեթությունը հսկայական էր։ Անահիտն է դրա հետում։ Նա մանիպուլացրել է փաստաթղթերը, գործարքները համատեքստից դուրս է բերել, ստեղծել է կապեր, որոնք գոյություն չունեն։ Ճշմարտությունն ապացուցելու համար ժամանակ կպահանջվի։ Իսկ մինչ այդ նա վարանեց։ Իրերը դժվարանալու են։ Շատ դժվար։ Ներդրողները խուճապի մեջ են, բաժնետոմսերն անկում են ապրում։ Որոշ բիզնես գործընկերներ արդեն սառեցրել են համատեղ նախագծերը։ Մամուլը անխնա կհետապնդի մեզ։ Նինան նրան առաջնորդեց դեպի սենյակի պարզ բազմոցը, որտեղ նրանք նստեցին կողք կողքի։ Բնակարանը փոքր էր, բայց հարմարավետ, զարդարված ընտանեկան լուսանկարներով, անձնական իրերով, որոնք պատմում էին Ձիթենյանների պատմությունը։ Ինչ կարող եմ անել օգնելու համար, հարցրեց նա, ամուր բռնելով նրա ձեռքերը։ Արամը գլուխը թափահարեց։ Ես չեմ ուզում ձեզ ներգրավել այս խառնաշփոթի մեջ։ Արդեն բավական դժվար է ինձ հետ կապված լինել նորմալ ժամանակներում։ Հիմա, այս մեղադրանքներով։ Կանգ առ, ընդհատեց Նինան։ Ես չեմ թաքնվի կամ չեմ հեռանա, երբ դուք ամենաշատն եք աջակցության կարիք ունենում։ Եթե մենք միասին ենք ամեն ինչում, լավ դժվար պահերին։ Դուք չեք հասկանում, պնդեց նա։ Լրագրողները կներխուժեն ձեր անձնական կյանք, չար հարցեր կտան, կխեղաթյուրեն ձեր խոսքերը։ Ձեր ընտանիքը նորից կբացահայտվի։ Իմ ընտանիքը ավելի ուժեղ է, քան թվում է, պատասխանեց Նինան մեղմ ժպիտով։ Եվ ես էլ։ Կարծես հաստատելու իր խոսքերը, Անտոնը հայտնվեց խոհանոցի դռան մոտ, պիժամայի վրայից հագած խալաթ։ Ձայներ լսեցի, ասաց նա, ուշադիր աչքերով դիտելով Արամին։ Տեսա լուրերը։ Լուրջ բաներ։ Այո, պարոն, պատասխանեց Արամը, վեր կենալով հարգանքից։ Լուրջ մեղադրանքներ, բայց կեղծ։ Մենք աշխատում ենք ամեն ինչ պարզաբանելու համար։ Ձեր հացթուխը երկար պահ ուսումնասիրեց երիտասարդի դեմքը։ Գիտեք, երբ ես փոքր էի Պորտուգալիայում, հայրս ինձ սովորեցրեց մարդու բնավորությունը դատել նրանից, թե ինչպես է նա արձագանքում դժվարություններին, ոչ թե արտոնություններին։ Նա նշանակալի դադար տվեց։ Դուք դրան դիմակայում եք դեմ առ դեմ։ Սա ինչ-որ բան է ասում ձեր մասին։ Դա առաջին անգամն էր, որ Անտոնը որե հստակ հավանություն էր տալիս Արամին Անահիտի հետ միջադեպից ի վեր։ Այդ պարզ բառերի իմաստը ներկաներից ոչ մեկի համար չկորավ։ Շնորհակալություն, պարոն։ Դա շատ բան է նշանակում ինձ համար։ Ծերունին գլխով արեց վերադարձավ իր սենյակ, զույգին նորից միայնակ թողնելով։ Տեսաք, ասաց Նինան։ Ես միայնակ չեմ այս որոշման մեջ։ Մենք միասին կդիմակայենք դրան։ Հաջորդ օրերին լրատվամիջոցների փոթորիկն ուժեղացավ։ Սարյան խմբի բաժնետոմսերը շարունակում էին անկում ապրել։ Արտրային գործընկերները բացատրություններ էին պահանջում, ներդրողները սպառնում էին կապիտալը հանել։ Էդուարդ Սարյանը զարմանալի քայլով հրապարակայնորեն հայտարարեց, որ ժամանակավորապես կհեռանա նախագահի պաշտոնից, բոլոր պատասխանատվությունները փոխանցելով Արամին, ոչ թե անվստահության, այլ որդու, ընտանիքի անունը մաքրելու կարողության նկատմամբ բացարձակ վստահության նշան։ Ժեստը ավելի մեծացրեց ճնշումը Արամի վրա։ Ցերեկ ու գիշեր նա անխոնջ աշխատում էր իրավաբանական թիմի հետ, հետելով մեղադրանքներում նշված յուրաքանչյուր գործարքի, վերակառուցելով փողի ուղին, հավաքելով ապացույցներ, որոնք կապացուցեին յուրաքանչյուր գործարքի օրինականությունը։ Նինան պահպանեց իր խոստումը, մնալ նրա կողքին։ Մինչ նա շարունակում էր աշխատել հացի փռում ցերեկը, գիշերները անցկացնում էր Արամի գրասենյակում, հոգնած թիմին տնական ուտելիք բերելով, քաոսի մեջ հանգիստ ներկայություն առաջարկելով։ Նրա պարզությունը իսկականությունը գրավեցին նույնիսկ խմբի ամենակասկածամիտ ղեկավարներին։ Շրջադարձը սկսվեց, երբ տեխնոլոգիական բաժինը ապացույցներ գտավ, որ արտահոսած փաստաթղթերը կեղծվել էին։
Մետատվյալները ապացուցում էին, որ օրիգինալ ֆայլերը փոփոխվել էին, ամսաթվերը փոխվել էին, արժեքները մանիպուլացվել էին։ Իրավաբանական թիմը պատրաստեց ամբողջական դոսիե, ապա մոնտաժելով յուրաքանչյուր մեղադրանք հետելով կեղծիքների ծագմանը։ Արամը գիտեր, որ իրեն պետք է ավելի տպավորիչ բան, քան պարզապես մամուլի հաղորդագրություն։ Նինայի իր ծնողների հետ խորհրդակցելուց հետո նա համարձակ որոշում կայացրեց։ Բացառիկ հարցազրույց կտա նույն թերթին, որը հրապարակել էր սկզբնական մեղադրանքները, բայց մեկ պայմանով՝ հարցազրույցը կանցկացվի Նինայի համերը հացի փռում, ոչ թե Սարյան խմբի կորպորատիվ գրասենյակում։ Նշանակված օրը լրագրողներն ու լուսանկարիչները հավաքվեցին Կասկադի շրջակայքի փոքրիկ հաստատությունում։ Արամը, հագած ոչ թե պաշտոնական կոստյում, այլ հացի փռի գոգնոցը պարզ շապիկի վրայից, նստեց այն սեղանին, որտեղ նա սովորաբար սուրճ էր խմում Նինայի հետ ամեն առավոտ։ Նրա կողքին ոչ թե ղեկավարներ կամ իրավաբաններ, այլ Նինան, նրա ընտանիքը, Անտոնը, դեռս ապաքինվում էր, բայց ամուր կեցվածքով։ Զարուհին, նյարդային, բայց վճռական։ Նույնիսկ Զարմիկը, ով օգնել էր, երբ նրանք ստիպված էին եղել փակել հացի փուռը։ Ոմանք կարող են տարօրինակ համարել իմ ընտրությունը այս հարցազրույցի վայրի համար, սկսեց Արամը դիմելով տեսախցիկներին։ Բայց այս վայրը ներկայացնում է մի բան, որը ես սովորել եմ վերջին ամիսներին։ Իսկականության արժեքը։ Ես այստեղ եմ ոչ միայն որպես Սարյան խմբի գործադիր տնօրեն, այլ որպես մարդ, ով արտոնություն ունի ճանաչելու կյանքի երկու կողմերը, կորպորատիվ ուժը նշանակալի պարզությունը։ Այնուհետ նա ներկայացրեց իրավաբանական թիմի կողմից հավաքված ապացույցները, պարզ թափանցիկ բացատրեց յուրաքանչյուր հարցականի տակ դրված գործարքը, վերջապես առանց անմիջականորեն անուն տալու առաջարկեց, որ մեղադրանքները անձնական դրդապատճառներ ունեն մեկի կողմից, ով չէր ընդունում նրան երջանիկ տեսնել սոցիալական շրջանակից դուրս, որին նա պետք է պատկաներ։ Այստեղ վտանգված է ոչ միայն ընկերության կամ ընտանիքի հեղինակությունը, եզրակացրեց նա, այլ մեր սեփական ճանապարհը ընտրելու, ծնունդով կամ հանգամանքներով պարտադրված սպասումներից դուրս իմաստ գտնելու իրավունքը։ Այնուհետ նա նայեց Նինային, ով նստած էր իր կողքին, բռնեց նրա ձեռքը։ Ես արտասովոր երջանիկ եմ եղել այն օրվանից, երբ ճանաչեցի Նինային նրա ընտանիքին։ Նրանք ինձ սովորեցրել են ամբողջականության, ազնիվ աշխատանքի իսկական կապի իրական իմաստը։ Եվ հենց այդ արժեքներով է, որ ես կշարունակեմ ղեկավարել Սարյան խումբը, բացարձակ թափանցիկությամբ։ Հզոր գործարարի պատկերը երիտասարդ հացթուխի ձեռքը բռնած, շրջապատված արհեստական հացերով բնական խմորման բույրով, անմիջապես խորհրդանշական դարձավ։ Սոցիալական ցանցերը պայթեցին հարցազրույցի տեսանյութով, զույգին աջակցող մեկնաբանություններով լցվեցին հարթակները, մենք բոլորս Նինային դարձավ Twitter-ի ամենակննարկվող թեմաներից մեկը։ Ազդեցությունն անմիջական էր։ Այն թերթը, որը հրապարակել էր սկզբնական մեղադրանքները, այժմ ընդգծում էր փաստաթղթերում հայտնաբերված անհամապատասխանությունները։ Այլ լրատվամիջոցներ սկսեցին հետաքննել կեղծիքների աղբյուրը։ Մի քանի օրվա ընթացքում ուշադրությունը բերվեց Անահիտ Ղազարյանի վրա, ում կապերը Սարյան խմբի մրցակից ընկերությունների հետ սկսեցին բացահայտվել։ Ճգնաժամն անմիջապես չավարտվեց, բայց մակընթացությունը միանշանակ շրջվել էր։ Բաժնետոմսերը սկսեցին վերականգնվել, արտրային գործընկերները վերականգնեցին իրենց վստահությունը, հանրությունը, գրավված Արամի անկեղծությամբ զույգի ակնհայտ սիրով, այն, ինչը կարող էր կործանարար սկանդալ լինել, վերածեց փրկության իսկականության պատմության։ 3 ամիս անց, երբ փոշին վերջապես նստեց Սարյան անունը լիովին մաքրվեց մեղադրանքներից, Արամն ու Նինան որոշեցին մեկ շաբաթ արձակուրդ վերցնել, առաջինը երկար ժամանակվա ընթացքում։ Նրանք տուն վարձեցին Սանա լճի հյուսիսային ափի մեկուսացված լողափում, հեռու ուշադրության կենտրոնից երկու աշխարհների ճնշումներից։ Դա մի հանգիստ կեսօր էր, երբ նրանք քայլում էին ավազի վրայով, արը մայր մտնելիս հորիզոնում, որ Նինան արեց այն բացահայտումը, որը նորից ամեն ինչ կփոխեր։ Ես ձեզ մի բան ունեմ ասելու, ասաց նա, կանգ առնելով ծովին նայելու համար։ Արամը հետաքրքրությամբ դիտեց նրան։ Նրա աչքերում այլ լույս կար, նյարդայնության զսպված երջանկության խառնուրդ։ Ինչ եղավ։ Հիշում եք այն խոստումը, որ դուք ինձ մի անգամ տվել եք։ Մեր սրտերը լիովին բացելու մասին միմյանց համար։ Նա ժպտաց, հետաքրքրված։ Հիշում եմ։ Եվ ամեն օր փորձում եմ կատարել այն։ Նինան բռնեց նրա ձեռքը մեղմորեն դրեց իր որովայնին։ Դե, շուտով մենք մեկին կունենանք, ում համար կբացենք մեր սրտերը։ Ես հղի եմ, Արամ։ Աշխարհը կարծես կանգ առավ։
Արամը նայեց Նինայի դեռս հարթ որովայնին դրված ձեռքին, ապա նրա արցունքոտ աչքերին, մարսելով այն տեղեկությունը, որը հավերժ կփոխեր իրենց կյանքը։ Որդիս, շնջաց նա, ձայնը խեղդված հույզերից։ Մենք որդի ենք ունենալու։ Նինան գլխով արեց, երջանկության արցունքներն այժմ ազատորեն հոսում էին նրա դեմքով։ Բժիշկը երեք հաստատեց. Ես ուզում էի սպասել կատարյալ պահին ասելու համար։ Արամը ամուր գրկեց նրան, բարձրացնելով պտտելով թաց ավազի վրա, երկուսն էլ ծիծաղում լացում էին միաժամանակ։ Երբ նա նրան նորից դրեց գետնին, նա բռնեց նրա դեմքը իր ձեռքերի մեջ, կարծես դիտում էր տիեզերքի ամենաթանկարժեք գանձը։ Դու ինձ ամեն ինչ տվեցիր, Նինա։ Տուն, իսկական ընտանիք, նպատակ։ Եվ հիմա, որդի։ Մենք սա միասին կառուցեցինք, մեղմորեն ուղղեց նա։ Միշտ չէ, որ հեշտ էր, բայց յուրաքանչյուր պահ արժեր։ Մինչ արը մայր էր մտնում հորիզոնում, երկինքը նկարելով նարնջագույն վարդագույն երանգներով, Արամն ու Նինան մնացին գրկախառն անապատային լողափում, մեղմ ալիքները շոյում էին իրենց ոտքերը։ Երկու աշխարհներ, որոնք անսպասելիորեն բախվել էին, այժմ ձևավորում էին նոր տիեզերք, կենտրոնացած այն փոքրիկ կյանքի վրա, որը սկսում էր աճել։ Մեկ տարի անց Սարյան-Ձիթենյան ընտանիքը գտել էր իր հավասարակշռությունը։ Արաբկիրի առանձնատունը նախկինում սառը անձնական կյանք ստացավ Նինայի փոքրիկ Անտոնի ներկայությամբ, ով անվանվել էր ի պատիվ պապիկի։ Դատարկ սենյակները վերափոխվել էին։ Մեկը դարձել էր լուսանկարչական արվեստանոց, մյուսը փոքրիկ փորձարարական հացի թխման լաբորատորիա։ Արամը շարունակում էր ղեկավարել Սարյան խումբը, բայց նոր փիլիսոփայությամբ։ Նա սկսեց սոցիալական պատասխանատվության ծրագրեր, կենտրոնացած մասնագիտական կրթության ձեռներեցության վրա կարիքավոր համայնքներում։ Ամենահաջողված նախագծերից մեկը ձեռքեր խմորի մեջն էր, ոգեշնչված Նինայի հացի թխման դասերից, որը ցածր եկամուտ ունեցող երիտասարդներին մարզում էր արհեստական արհեստի մեջ, օգնում նրանց փոքր բիզնեսներ բացել։ Նինան, իր հերթին, ընդլայնեց Նինայի համերը ավելի լայն հայեցակարգի։ Կասկադի շրջակայքի սկզբնական հացի փուռը մնաց ճիշտ այնպես, ինչպես միշտ եղել էր, փոքր, հարմարավետ, ընտանեկան, բայց այժմ դա ընդամենը սկիզբն էր ստեղծագործական տնտեսությունների ցանցի, որը խթանում էր արհեստական գաստրոնոմիան, լուսանկարչությունը, այլ արվեստներ։ Մի կիրակի կեսօրին ընտանիքը հավաքվեց առանձնատան այգում ճաշի, ոչ միայն Սարյանները, Ձիթենյանները, այլ Կասկադի շրջակայքի ընկերներ, կորպորատիվ աշխարհի գործընկերներ, նույնիսկ Էդուարդն ու Հեղինեն, ովքեր զարմանալիորեն դարձել էին նվիրված տատիկ-պապիկներ, լիովին հիացած իրենց թոռնիկով, ով ներկայացնում էր երկու աշխարհների միությունը, որոնք նախկինում անհամատեղելի էին համարվում։ Մինչ նա դիտում էր Նինային, ով խաղում էր որդու հետ խոտի վրա, Արամը մտածում էր այն արտասովոր ճանապարհորդության մասին, որը նրանց հասցրել էր մինչ այստեղ։ Կարված կոստյումներից մինչ ալյուրով կեղտոտված գոգնոց, աստղային ռեստորաններում ընթրիքներից մինչ ընտանեկան պարզ կերակուրներ, միայնակ առանձնատնից մինչ տան իրական իմաստը, յուրաքանչյուր քայլ բացահայտում էր, յուրաքանչյուր մարտահրավեր, աճի հնարավորություն։ Ինչ եք մտածում, հարցրեց Նինան։ Մոտենալով փոքրիկ Անտոնին գրկած։ Արամը ժպտաց, ընդունելով որդուն, ով իր փոքրիկ, գեր ձեռքերը մեկնում էր դեպի իրեն։ Մտածում էի, որ ամեն ինչ սկսվեց բնական խմորմամբ հացից։ Նինան ծիծաղեց, նույն ծիծաղով, որը հմայել էր նրան առաջին օրվանից։ Եվ մտածել, որ դուք գրեթե չէիք մտել հացի փուռ այդ գիշեր։ Իմ կյանքի լավագույն իմպուլսը, պատասխանեց նա գրկելով երկուսին։ Երանի արի տակ շրջապատված սիրելի մարդկանցով, Արամն ու Նինան ապացուցել էին, որ նույնիսկ ամենահեռավոր աշխարհները կարող են հանդիպել, երբ սերը իսկական է։ Որ իրական շքեղությունը ոչ թե ունեցվածքի կամ իշխանության մեջ է, այլ տարբեր իրականությունների միջ կամուրջներ կառուցելու գործընթացում նոր իսկական բան ստեղծելու կարողության մեջ։ Եվ ինչպես լավագույն հացը ծնվում է համբերությունից ամենապարզ բաղադրիչներից, այնպես էլ նրանց սերը, փորձված ժամանակով, փորձություններով, տարբերություններով, վերածվել էր արտասովոր բանի։ Ընտանիքի ընդհանուր նպատակի այն համոզմունքի, որ տունը ոչ թե վայր է, այլ այն մարդիկ, ում հետ մենք ընտրում ենք կիսել մեր ճանապարհը։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արամի Նինայի պատմությունը հուզել է ձեր սիրտը։ Նման հուզիչ ճանապարհորդություններին հետելու համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել, հավասարապես գրավիչ պատմություններով։ Գտեք այն, սեղմելով ձախ կողմի հղման վրա։ Եթե դուք հուզվեցիք այս զույգի մարտահրավերներով, հաղթանակներով, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք յուրահատուկ պատմություններ, որոնք ուսումնասիրում են սիրո կյանքի բարդությունները։
Կիսվեք մեզ հետ մեկնաբանություններում։ Դուք երբե ապրել եք սեր, որը հաղթահարել է սոցիալական խոչընդոտները։ Ձեր պատմությունները ոգեշնչում են մեր հաջորդ ստեղծագործությունները։ Մինչ հաջորդ պատմությունը։